2025 թվականի հոկտեմբերի 3-ի նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրահամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի տրամբած դատական նիստում քննության է առնում 2022 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ նախարարի կողմից ներկայացված միջնորդություն նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատական նիստին ներկա գտնվող անձանց եւ նրանց ներկայացուցիչների վերաբերյալ։ Դատական նիստին ներկայացել են Արտադրության նախարարի տեղակալ Տիգրան Դատունցը, խորհրդական Ներսե Զեյնալյանը, ինչպես նաև դատական նիստին ներկայացել են Սուրեն Անտոնյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը։ Շատ լավ, շնորհակալություն նախարարի հարգելի տեղակալ եւ ներկայացուցիչ ներկայացրեք ձեր համապատասխան փաստաթղթերը։ Ներկայացվել է Տիգրան Դատունցյան տրված ծառայողական վկայականը, հետո վերադարձվում նաև Ներսե Զեյնալյանի ծառայողական վկայականը որպես նախարարի խորհրդական։ Ներկայացվել է հրաման Արտադրության նախարար Սրփուի Գալյանի կողմից տրված այն մասին, որ աշխատանքային անհրաժեշտությամբ հարցախորհրդիններ գրությունը հետևյալ բովանդակությամբ, որ նախարարի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Տիգրան Դատունցը իրավունք ունի հանդես գալու սույն դատավարությանը նախարարի անունից, նաև լիազորագիր 03 հոկտեմբերի 2025 թվականին տրված նախարարի կողմից ստորագրված այն մասին, որ Արտադրության նախարար Սրփուի Գալյանը լիազորել է Արտադրության նախարարի խորհրդական Ներսե Զեյնալյանին իր անունից սույն վարույթով հանդես գալու։ Լիազորագիրը հանձնարարությունը կցվում է գործի նյութերին։ Պարոն Անտոնյան, ձեր ներկայացուցիչը խնդրեմ ներկայացեք փաստաթուղթ։ Էմիլ Ամիրխանյան, փաստաբան, ակնագիր համար 993, լիազորագիրը, արտոնագրի պատճեն, անձնագրի պատճեն գտնվում են կարգապահական գործում։ Ի սկզբանե ներկայացրել եմ պարոն Անտոնյանի շահերը։ Լիազորագրի մասին է խոսքը, որտեղ գործի մարտահրավեր լիազորագրի 2023 թվականին տրված լիազորագրի ժամկետը 2024 թվականին լրացել է եւ գործում առկա է այդ լիազորագիրը։ Ներկայացվեց Երևան քաղաքում 2025 թվականի հոկտեմբերի 2-ին տրված լիազորագիր Սուրեն Անտոնյանի կողմից ստորագրված փաստաբան Էմիլ Ամիրխանյանին, նաև Շոշանիկ Ադամյանին իր անունից հանդես գալու դատանում լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով։ Լիազորագիրը կցվում է գործի նյութերին։ Շնորհակալություն, կարող եք նստել։ Նախ ուզում եմ ճշտել նախարարության կողմից արդյոք խորհրդի անդամներին բացարկի միջնորդություն կա թե ոչ։ Չկա արգելի խորհուրդ։ Շատ լավ, շնորհակալություն։ Պարոն Անտոնյան, նախկինում վերանայման վարույթի ընթացքում դուք գրություններ եք հասցեագրել խորհրդին, որի վերաբերյալ կարծում եմ մանրամասն ներկայացնելու այստեղ անհրաժեշտությունը չկա։ Դուք գիտեք ինչ եք ներկայացրել, ընդամենը նախորդ օրը դուք ներկայացրել եք միջնորդություն, այնտեղ խոսքը վերաբերում է որոշակի փաստաթղթեր ստանալուն, նաև դուք հայցելեք, որպեսզի խորհուրդը պարզաբանի արդյոք հետևյալ բովանդակությամբ, մենք իհարկե ընթացքում նաև երբ որ հասնենք այդ փուլին կանդրադառնանք փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ ձեր միջնորդությանը, որը ներկայացրել եք 01/10/2025 թվականին, ամենայն դեպս խորհրդում այդպես է մուտքագրված։ Երկրորդ կետով խնդրել եք նաև տեղեկություն տրամադրել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված դիմումի ընթացքի վերաբերյալ, որպեսզի կարողանաք դիրքորոշում ձևավորել գործի քննությանը մասնակցող ԲԴԽ կազմի վերաբերյալ։ Սա ինչի եմ հայտարարում, որպեսզի հաջորդ հարցը լինելու է արդյոք ունեք բացարկի միջնորդություն թե ոչ, եւ այս մասը պարզաբանեմ, որպեսզի դուք հնարավորություն ունեք, ինչպես դուք եք ներկայացրել, կարողանաք ձեր դիրքորոշումը այդ մասով հայտնել։ Այդ կապակցությամբ արձանագրենք, որ ձեր կողմից ներկայացված միջնորդության երկրորդ կետով ներկայացված խնդրամասում նշված երկրորդ կետի վերաբերյալ այս պահին պատասխանը տրվում է եւ առանձին գրավոր տեսքով դուք պատասխան չեք ստանա, եթե կուզենաք, հետո մենք այդ հարցը կքննարկենք, ամեն դեպքում ձեզ տեղեկացում է, հարգելի
պարոն Անտոնյան, որ դատական օրենսգրքով մասնավորապես 86-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով խորհրդի նիստ չի հրավիրվել, ընդ որում խորհրդի առնվազն 3 անդամի կողմից նույնպես, նաև խորհրդի կողմից հաստատած աշխատակարգի 87-րդ կետով սահմանված կարգով խորհրդի առնվազն 3 անդամից բաղկացած հանձնախումբ չի ձևավորվել եւ համապատասխան միջնորդություն խորհրդի նախագահին չի ներկայացվել։ Այժմ հարցը ձեզ ուղղվում, արդյոք ունեք խորհրդի անդամներին բացարկի կամ խորհրդի անդամներից որևէ մեկին բացարկի միջնորդություն, որպեսզի այդ հարցը այս բանի խորհրդի կողմից քննարկվի, շնորհակալություն, կարող եք սկսել։ Կամ ձեր ներկայացուցիչը որևէ խնդիր չկա։ Ունենք բացարկի միջնորդություն։ Ուրեմն, ինչպես գիտենք, խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը ի սկզբանե սյունգարկապահական գործին մասնակցել է խորհրդի կազմում եւ խորհուրդը որոշում է։ Ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, մի ճշգրտում ունեք գրավոր, որը ներկայացնելու եք եւ խորհրդին եւ նախարարությանը։ Կարող եք մինչ ձեր խոսքը սկսել է նաեւ օրինակները տրամադրել մեզ։ Կարող է։ Եվ խոսեք եւ օրինակը տրամադրեք, մենք էլ ծանոթանանք, փոխանցեք։ Կողմին եք տալիս։ Խոսքից հետո կտրամադրեմ։ Շատ լավ։ Ընդհանրապես արձանագրենք, որ միջնորդություն վերնագրմամբ 4 էջից բաղկացած փաստաթուղթ ներկայացվեց, ինչը հիմա բանավոր ներկայացվում է, խնդրեմ։ Ուրեմն 23 թվականի հունվարի 26-ի որոշմամբ խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։ Կարգապահական գործիքնության ընթացքում նաև մերժվեց բացարկի միջնորդությունը, հայտնած խորհրդի նախագահին։ Պարոն կողմից գանգատ ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը վճռեց, որ ըստ էության տեղի ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի խախտում նախագահի Կարեն Անդրեասյանի անաչառ չլինելու մասով։ Նաև արձանագրեց, որ անդրադառնալով բացարկի միջնորդությանը խորհուրդը թերի է պատճառաբանել եւ հերքել բացարկինքում դրված հանգամանքները, ինչպես նաև որոշ հիմքերի ընդհանրապես չի անդրադարձել։ Վերնշալից հետևում է, որ Երանուհի Թումանյանցի կողմից գործիքնության ընթացքում թույլ է տրվել կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի խախտում։ Հետևաբար գտնում ենք, որ նշված հանգամանքը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած հարուցել դա գործող դատավորի անաչառության հարցում։ Հետևաբար միջնորդում ենք բացարկ հայտնել Վարչական դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի։ Այսքան։ Շնորհակալություն հակիրճ ներկայացնելու համար, ինչպես արդեն արձանագրվեց, այն ինչի մասին որ խոսում եք, ուղիղ համապատասխանում է փաստաթղթով ձեր կողմից ներկայացվածին, պարոն Ամիրխանյան։ Այո, հարգարժան, պարզապես իրավական նորմերը ես չվկայակոչում։ Ընդհանուր բովանդակության մասին է խոսքը, այսինքն ըստ էության որևէ տարբերություն չունեք ձեր բանավոր խոսքի եւ գրավոր փաստաթղթի միջեւ։ Շատ լավ, շնորհակալություն, արձանագրվեց, որ Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչ Ամիրխանյանի կողմից ներկայացվեց բացարկի միջնորդություն խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին, հարգելի ներկայացուցիչներ, որևէ դիրքորոշում ունեք այս կապակցությամբ։ Հարգելի խորհուրդ, հարցը, որը ներկայացուցչի կողմից բարձրացվեց, ըստ էության բարձրացված է եղել նաև պարոն Անտոնյանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի շրջանակներում, եւ Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի 111-րդ կետում այս հարցին որոշակի անդրադարձ կա, եւ անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուղղակիորեն նշում է, որ ըստ էության այն ընթացակարգը, որով որ ընտրվում են առանձին ԲԴԽ անդամներ, ինչպիսի ընթացակարգով նաև ընտրվել է Տիկին Թումանյանցը, որպես այդպիսին չեն ուղղակիորեն եզրակացնում նրա մասին, որ որևէ կերպ տվյալ անդամի անկախությունը, այսպես ասած, անկախությունը կարող է կասկածի տակ դրվել դրանով։ Այս հիմքով հաշվի առնելով նախ ընթացակարգերը նշանակման, հաշվի առնելով տարբեր ստանդարտների եւ այս ընտրության ընթացքում արկա երաշխիքները, որոնք որ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ արկա են, ինչպես նաեւ հաշվի առնելով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ներկայացված դիրքորոշումները, գտնում ենք, որ սույն գործով որևէ կերպ Տիկին Թումանյանցի անաչառությունը եւ անկախությունը կասկածի տակ դրվել չի կարող։
Շատ լավ, շնորհակալություն։ Ընդամենը կարող եք արձագանքել, իրավական բանավեճի չենք վերացում, ընդամենը արձագանքում եք եւ անցնում ենք առաջ, շնորհակալություն։ Կարճ արձագանք, գործընկերս նշեց, որ ըստ էության ընտրվելու կարգը դատավոր անդամի կարգին եւ դրա իրավաչափությանը անդրադարձ է կատարել մի այդ վճռով, բայց մեր բացակի հիմքում այդ կարգը չի դրվել եւ մենք այդ հիմքով վերջինիս անկախությունը կասկածի տակ չենք դնում սույն միջնորդությամբ։ Հիմքը լրիվ այլ է։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե խորհրդի անդամին հայտնված բացարկի հարցը լուծում է խորհրդակցական սենյակում, նաև հարց պատասխանի ձևով, այնուամենայնիվ, եթե բացարկ ներկայացրած կողմին խորհրդի արգելի անդամները որևէ հարցում են իրենց համար որոշակի հանգամանքներ բարձելու տեսանկյունից ելնելով, այդ հնարավորությունը կտրվի, ունեք արգելի խորհրդի անդամներ, դուք ունեք, խնդրեմ։ Խնդրում եմ մեկ անգամ եւս բարձրաբանեք, թե ինչի համար եք միջնորդություն ներկայացնում ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ ու որ հիմքով Սուբյեկտիվ եւ օբյեկտիվ հիմքեր կան բացարկի մեր կողմից ներկայացվող օբյեկտիվ հիմքով օբյեկտիվ չափանիշի չհամտեսանության այսինքն այն հիմքով որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դրա գործով դատավորի անաչառությունը այն հիմքով որ նույն կարգապահական գործի ընթացքում վերջինս մասնակցելով թույլ է տրվել կոնվենցիայի խախտում այսինքն սույն կարգապահական գործը ինքնին կոնվենցիայի խախտման մասին է եւ դատավոր անդամը նույն գործով կարգապահական գործի քննության ընթացքում ինքն է թույլ տվել կոնվենցիայի խախտում կարծում եմ սա բավարար հիմք է որպեսզի վերջինս բացարկայտնի այսքան Շատ լավ, դուք այդ հարցը բարձրացրել եք նաև նկատի ունեմ պարոն Անտոնյանը այդ հարցը բարձրացրել է նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում ճիշտ եմ հասկացել Ոչ այդ հարցը չի բարձրացվել այդ հիմքով այդ հարցը չի բարձրացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անդրադարձ չկա Տիկին Թումանյանցի վերաբերյալ անաչառության հանգամանքի մասին Նման հարց բարձրացվել է, բայց հիմքը եղել է ոչ թե այն ինչ որ այսօր ներկայացվեց, այլ այն, որ ոչ իրավաչափ կերպով է ձևավորվել, այսինքն ձևավորման կարգը ԲԴԽ անդամի կասկած կարող է առաջացնել վերջինս անաչառության հարցում այդ հիմքով է արվել։ Այսինքն ձևավորման կարգն է վիճարկվել, կոպիտ ասած։ Շատ լավ։ Այս միջնորդությամբ մենք նման հարց չենք բարձրացնում։ Ձեր ներկայացվածը Եթե ես ճիշտ եմ հասկացել, հիմնված է նրա վրա, որ Տիկին Թումանյանցը մասնակցել է մի գործի քննությանը, որով նախագահի գործողություններով պայմանավորված նրա մասով եվրոպական դատարանը դիտել է ոչ պատշաճ դատարանի հատված, միայն մեկ անձի մասով։ Հիմա դուք միայն մեկ անձի մասով մյուս կազմի մյուս անդամին ասում եք դուք եք այդ գործով դիտվում որպես ոչ պատշաճ դատարան, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, հարգելի խորհրդի անդամ, Միացյալ Նահանգների եվրոպական դատարանը միայն մեկ դատավորի հարցին չի անդրադարձել, միայն նախագահի հարցին չի, որ անդրադարձել է։ Այո, վերջինս անդրադարձել է նրա անաչառության հարցին, բայց նաև անդրադարձել է բացակի միջնորդության մերժման հիմնավորվածության հարցին։ Բացակի միջնորդությունը չի մերժել նախագահ Կարեն Անդրեասյանը, բացակի միջնորդությունը մերժել են մյուս անդամ դատավորները։ Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադարձել է հենց այդ մերժման հիմնավորումներին եւ արձանագրել, որ այդ մերժմամբ խախտվել է անձի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը։ Վերջին հարցը, ձեր կարծիքով 10 հոգու կազմով քննության ժամանակ մեկ անձի դիրքորոշումը կարող է ազդել գործի ելքի վրա։ Կարծում ենք այո։ Երբեմն եւ կարող է։ Շատ լավ հարցություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Ես մի փոքր ճշգրտող հարց, պարոն Ամիրխանյան։ Դուք նոր հայտարարեցիք, որ եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված է, որ Երանուհի Թումանյանց, եթե իհարկե ես ճիշտ եմ լսել, գուցե դուք ուրիշ բան եք ուզում ասել, համենայն դեպս ձեր խոսքից ես այդպես եմ հասկացել, որ նշված է, որ խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը կոնվենցիոն խախտում է թույլ տվել։ Կարող եք մատնանշել եվրոպական դատարանի որոշման որ կետով է նշված, եթե իհարկե դուք այդպես եք ասում կամ այդ կարծիքին եք, շնորհակալություն։ Մենակ այդ մասը ընդհանրապես պարզաբանեք եւ ավարտենք։ Հարգելի խորհուրդ, Բարձրագույն դատական խորհուրդը ներողություն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ թե ասել է, որ հենց ուրեմն
Թումանյանցն էլ կոպիտ, այսինքն խախտում թույլ տվել, այլ խորհուրդը իր բացարկի միջնորդությունը մերժելու որոշմամբ, այսինքն որի կազմի մեջ մտնում էր նաև Տիկին Թումանյանցը։ Մյուս անդամները այժմ այսինքն Թեկուզև դա կասեք, ասեմ 50-րդ Հիմա իհարկե մի փոքր տարբերվեք դիրքորոշում ասեցիք, բայց ամեն դեպքում պետք չի կարդալ, կետն ասեք։ Եթե չեմ սխալվում, հենց 50-րդ։ Լավ, այդ որոշումը մենք էլ ունենք։ Կա մեջ այսպեսի բան։ Միջնորդության մեջ եղում կատարվել է, բայց կետը ոնց որ չի նշվել, այնպես որ անհրաժեշտություն ունենք։ Ձեր միջնորդության մեջ եղումը կա։ Այո, Եվրոդատանի որոշումը մենք էլ ունենք, կգտնենք։ Շնորհակալություն։ Այսպեսով հարցերն ավարտվեցին, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ, ներկայացված բացարկի հարցը լուծելու համար։ Կարող եք նստել։ Այսպեսով բարձրագույն դատական խորհուրդը նախ հայտարարում է, որ հեռացել էր խորհրդակցական սենյակ Սուրեն Անտոնյանի ներկայացուցիչի կողմից նիստում ներկայացված միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ, մասնապես Երանուհի Թումանյանցին բացարկ հայտնելու մասին, այս բանը արձանագրում է, որ գործին մասնակցող այն անձինք, ովքեր միջև խորհրդակցական սենյակ հեռանալը ներկային դատական նիստերի դահլիճում, այս բանը նույնպես ներկային եւ այս պայմանությամբ խորհրդի կազմի փոփոխություն նույնպես արկա չէ։ Այսպիսով քննության առնելով Երանուհի Թումանյանցին ներկայացված բացարկի միջնորդությունը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվի առնելով ներկայացված միջնորդության հիմքերը, դրանք համադրելով մի այդ որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հետ, գտել է, որ դրանք մասնավորապես վերաբերել են այն ժամանակ խորհրդի նախագահ հանդիսացած Կարեն Անդրեասյանի անաչառությանը, ուստի Կարեն Անդրեասյանի բացարկի հարցի քննարկման ժամանակ եւ արդյունքում կայացված որոշման վերաբերյալ Երանուհի Թումանյանցի որևէ դիրքորոշում սույն հարցի քննության վրա չկարող ազդեցություն ունենալ եւ չկարող անկոմնակալ դիտորդի մոտ կասկած հարուցել խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի անաչառության վերաբերյալ, ուստի խորհուրդը խորհրդակցական սենյակում որոշել է ներկայացված միջնորդությունը մերժել։ Հիմա շարունակենք։ Ես արդեն ասացի, հարգելի պարոն Անտոնյան, որ դատական պրակտիկայի անփոփոխ նյութերը ինչը որ դուք նշել եք, նախ ուզում եմ հասկանալ սա, քանի որ դատական նիստից դուրս է ներկայացվել, դուք ներկայացրել եք նման միջնորդություն, ի դեպ ուզում եմ ճշտել բացարկել ինքնաբացարկ միջնորդություններ չունենք։ Տրամադրել հետևյալ բովանդակությամբ դիմում ունեք, տրամադրել դատական պրակտիկայի անփոփոխ նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակը ձեզ հարմար եղանակով, սա տեխնիկական մասն է, էական չի։ Իհարկե ձեր այս միջնորդության, խոսքը միջնորդության մասին է, որ ներկայացրել եք, միջնորդության երկրորդ մասին արդեն մենք անդրադարձել ենք, արձանագրել ենք, որ միջնորդությանը այս խնդրամասում ներկայացված տեղեկատվությունը արդեն համարվում է ձեզ տրամադրված։ Առաջին մասով ընդհանրապես ուզում եմ ճշտել, արդյոք պնդում եք ներկայացված այս միջնորդությունը փաստաթղթեր որոշակի տրամադրելու, իհարկե մենք հետո կանդրադառնանք ընթացակարգին եւ ինչ ձևով, դա հարցի մյուս կողմն է, բայց ամեն դեպքում պնդում եք, որ ձեզ անհրաժեշտ են որոշակի փաստաթղթեր որևէ դիրքորոշում ձևավորելու համար։ Ճիշտ ասած, այս հարցի լուծումը կախված է հենց այս պրակտիկայի ամփոփումից, որը շատ մեծ ժամանակահատված չի վերցնում եւ որոշման մեջ որ գրված էր նվազքանակեն, այո, այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ վերաբերվում էր անցումային այն ժամանակահատվածին, երբ որ ներմուծվում էր վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու համար լրացիչ վարույթ ընդունելու հիմնավորում։ Եվ մինչև օրենքի ուժի մեջ մտնել են նախորդ բողոքները, որոնք այդ հիմնավորումները չեն ունեցել, բոլորն էլ վերադարձվել են, որպեսզի կրկին, եթե որևէ մեկը ուզում է ներկայացնել, այդ հիմնավորումները ներկայացնեն։ Դրա համար մեր վերլուծությունը ամբողջությամբ կախված է դրանից։ Եվ դիրքորոշում արտահայտելու համար ամենաէական հարցը սա է։ Շատ լավ, շնորհակալություն։ Իհարկե կարող եք նստել, իհարկե այդ փաստարկները ներկայացված են ինչի մասին, որ դուք խոսում եք, ներկայացված են
նախկինում կայացված որոշմամբ, որը ինչպես գիտեք արդեն բարձրագույն դատական խորհուրդն իր համապատասխան որոշման վերացրել է, բայց այնուամենայնիվ եթե դուք գտնում եք, որ ձեզ որոշակի փաստաթղթեր են անհրաժեշտ ձեր դիրքորոշումն ավելի պատշաճ ներկայացնելու համար, մենք այդ հարցը քննարկենք, բայց մինչ այդ հարցը քննարկելը փաստենք, որ դուք պնդում եք, որ ձեզ անհրաժեշտ են որոշակի փաստաթղթեր ձեր դիրքորոշումը ձևավորելու համար։ Ըստ էության ընդունենք որպես միջնորդություն դա։ Հիմա այդ փաստաթղթերի քանակին, ժամանակահատվածին, կոնկրետ առարկայական փաստաթղթերին մենք անդրադառնանք, ընդհանրապես այս բանը ես ֆիքսենք, որովհետև շարունակության բանն եմ ասել։ Հա, այո, իհարկե։ Ֆիքսենք, որ ունեք ձեզ անհրաժեշտ են լինելու առնվազն փաստաթղթեր, որոնցով կձևավորվի ձեր դիրքորոշումը ավելի այլ կերպ ճանաչելու, ոնց որ պաշտպանությունը մենք դրա հիման վրա ենք իրականացնելու համար։ Շատ լավ։ Եվ որոշակի փաստաթղթեր պահանջել էինք արդարադատության նախարարությունից էլի ամսի 1-ով մենք մտածում ենք, որ այդ նյութերը իրանց մոտ կլինի եւ ներկայացրած կլինեն եւ դրա հետ կապված էլ մենք միջնորդություն կներկայացնենք։ Լավ, շատ լավ, հեսա կճշտենք, դուք ստացել եք նման միջնորդություն կամ նման գրություն, ամենայն դեպս ինչ որ ստացել եք, կբարձրաբանեք ինչի մասին է խոսքը, որովհետեւ գործի նյութերում այս պայն ամենայն դեպս մենք չունենք նման փաստաթուղթ։ Այո, հարգելի խորհուրդ, հարցումը, որի մասին պարոն Անտոնյանը նշեց, Արդարադատության նախարարությունում 3 է մուտքագրվել մեզ ուղղված հարցումը, որը պատրաստվում էինք խորհրդի քննարկմանը ներկայացնել, որովհետև կարծում ենք դա միջնորդության քննության շրջանակներում ենթակա հարց է։ Պարոն Անտոնյանը որոշակի վիճակագրական տվյալներ է ուզել նա։ Լավ, ամեն դեպքում ստացել եք, հիմա բովանդակությանն այս բանը դեռևս չենք անդրադառնում։ Շնորհակալություն։ Արգելի պարոն Անտոնյան, հետևյալն է, նախ նաև մի հարց եմ ուզում ճշտել, արդյոք կան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ եւ որովհետեւ ձեւով կարող է ձեր դիրքորոշումը փոփոխության ենթարկվել։ Չկան, հարգելի խորհուրդ։ Չկան։ Շատ լավ։ Նախկինում, պարոն Անտոնյան, դուք նախկինում քննության ժամանակ ներկայացրել եք դիրքորոշում, իհարկե կարգապահական վարույթը հարուցելուց հետո նաև ներկայացրել եք այնտեղ եք ներկայացրել դիրքորոշում, բայց բարձրագույն դատական խորհրդում քննության ժամանակ ձեր կողմից ներկայացված է եղել պատասխան դիրքորոշում, նաև դատական նիստում նախորդ քննության ժամանակ ձեր ներկայացուցչի, նախկինում նույնպես պարոն Ամիրխանյանն է հանդիսացել, արդյոք դրանք պնդում եք եւ դրանք պետք է հաշվի առնել, այս մասը ճշտենք, թե որովից է ձեւով փոփոխության է ենթարկվել նախկինում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները։ Իհարկե չկապելով այն նոր փաստերի հետ, որը որ դուք մտածում եք կարող է էական նշանակություն ունենալ կամ փոփոխության ենթարկվել, այսինքն հարցս հետեւյալումն է, առնվազն այն փաստաթղթերը, այսինքն փաստաթուղթ ասած ձեր դիրքորոշման մասին է խոսքը, այն փաստական տվյալները, այն դիրքորոշումը, որը որ նախկինում ներկայացրել եք, դրանք շարունակում եք պնդել, թե դրանք փոփոխության ենթարկվել են։ Թե ինչ կավելանան հարցի մյուս կողմն է, առնվազն դրանց մասին։ Այն ինչ որ կա մենք պնդում ենք, բայց այս 2 տարվա ընթացքում զարգացումներ են եղել եւ բնականաբար լրացումներ են կանելու։ Եվ փաստաթղթերը եթե ստանանք, իհարկե շատ ավելի բովանդակային լրացումներ էլ կլինեն։ Շատ լավ, իսկ մի հարցնամ, նախկինում երբ որ քննությունը տեղի է ունեցել, բացի այդ ձեր ասած այդ զարգացումից, եղել է իրավիճակ, որ այդ փաստեր ներկայացնելու, դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորությունից զրկված եք եղել process-ի ընթացքում։ Ճիշտ ասած չեմ հասկանում ձեր հարցի իմաստը։ Հարցիս իմաստը չեք հասկանում։ Հա, բովանդակությունը չհասկացա։ Հա, բովանդակությունը մի հատ նորից աս։ Հարցիս բովանդակությունը իմաստը հետևյալն է։ Քանի որ դուք ասում եք իրավիճակը փոխվել, զարգացումներ են տեղի ունեցել, որոշակի դիրքորոշման փոփոխություն եք ունեցել։ Ճիշտ է, դուք ասեցիք։ Ուզում եմ ճշտել ընդհանրապես։ Նախկինում, երբ որ քննությունը իրականացվել է, ձեր դիրքորոշումներ ներկայացնելու, փաստական տվյալներ ներկայացնելու, ձեր իրավունքները որևիցե ձևով սահմանափակված եղել են, թե չեն եղել։ Պարոն Աթաբեկյան, փաստական տվյալները շատ կայուն ֆիքսված տվյալներ են։ Դա Վճռաբեկ դատարանի որոշումն է, մի այդ վճիռն է, կարգապահական վարույթում արձանագրված բաներն են, այլ փաստական տվյալներ չեն կարող լինել։ Մնացած ամբողջը վերաբերվում է վերլուծություններին եւ դիրքորոշումներին եւ
հարցի վերաբերյալ մեր ընկալումներին։ Շատ լավ։ Ամեն դեպքում ուզում եմ ասել են այսօր էլ փաստական որ ես բավարարված եմ։ Ես բավարարված եմ։ Ուզում եմ ասել, որպեսզի մենք նկատի ունենանք, որ մենք այս քննությամբ նախկինում ներկայացված միջնորդությունը եւ դրա հիմքում կած փաստերը եւ ձեր դիրքորոշումներն են քննության առնելու եւ որովհետեւ ձևով նախկինում կայացված որոշման ըստ էության բովանդակությանը եւ այնտեղ ներկայացված փաստերին, փաստարկներին, դիրքորոշումներին մենք չենք անդրադառնալու։ Սա որպես իգիտություն։ Չէ, ավելացվելու է։ Ընդհանրապես այս նյութերը ստանալուց հետո բնականաբար ավելացվելու է։ Եվ դուք նոր բաներ եք քննելու, վերլուծելու խորհրդակցական։ Հա, մենք այն ինչ-որ հետագայում արդեն կներկայացվի ձեր դիրքորոշումները քննենք, այդ որոշումները իրանց ընթացակարգով ամբողջությամբ կայացվեն։ Իմ ասացի իմաստը այն էր, նորից բովանդակություն բացահայտեմ, որ այն որոշումը մենք առարկայական քննության առարկա բարձա չենք դարձնելու, որովհետև համարում ենք, որ այն որոշումը չկա։ Միգուցե այն որոշմամբ ներկայացված փաստերը ձեզ դիրքորոշումներ լրացնելու հնարավորություն են տվել կամ նման մտքեր ունեք, դա արդեն հարցի մյուս կողմն է, այդ հետագայում ըստ իրավիճակի մենք քննարկման առարկա կդարձնենք։ Ինձ պետք էր, որպեսզի մենք փաստենք, որ դուք նախկինում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները պնդում եք։ Հաշվի առնելով, որ դուք ներկայացրել եք արդեն փաստեցինք միջնորդություն, որպեսզի ձեզ փաստաթղթեր տրամադրվի ձեր պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու, ինչպես որ ես եմ հասկացել, ես կարծում եմ, որ մենք թերևս այդ որոշմանն անդրադառնանք մի փոքր ավելի ուշ, ինչ տեսանկյունից ելնելով, որպեսզի հետագայում նմանօրինակ միջնորդություններ ներկայացնելու էլի անհրաժեշտությունը փորձենք բացառել, ինչ տեսանկյունից եմ ասում, պարզաբանեմ, որպեսզի ավելի պարզ լինի։ Հիմա մենք լսենք ըստ էության հարցեր, պատասխաններ, որոշենք էական նշանակություն ունեցող այն փաստը, որի համար որ ձեզ անհրաժեշտ է լինելու տվյալ փաստաթղթերը կամ ինչ-որ փաստաթղթեր ձեռք բերելը, ու մենք դրա սահմաններում, որպեսզի ավելի առարկայական որոշում կայացնենք, թե ինչ փաստաթղթեր ձեզ տրամադրենք։ Միգուցե խորհրդի անդամների կամ նախարարության արգելի ներկայացուցիչների մոտ էլ որոշակի հանգամանքներ բարձելու անհրաժեշտություն լինի եւ ամբողջական կարողանանք ապահովել այդ եւ ձեր իրավունքները եւ ընդհանրապես բացահայտման ենթակա փաստերը։ Ձեզ խորհրդակցելու այդ հնարավորությունը տամ։ Ճիշտ հասկացա, որ ըստ էության խոսքը գնում էր մեր կողմից լիազոր ներկայացին տրվելիք հարցերի մասին, այսինքն դրանից հետո արդեն քննարկման արկա դարձվի միջնորդությունը, որովհետև մենք դիրքորոշում այս ուրեմն փուլում չենք կարող հայտնել առանց այդ փաստաթղթերի, այսինքն կարող ենք հայտնել, բայց մեր պաշտպանության իրավունքը լիարժեք կերպով իրացնելու համար եւ մեր դիրքորոշումները ամբողջականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են։ Եթե դրա համար այսինքն առաջարկվում է հարցեր ուղղել հիմքերը եւ առարկան ըստ էության ճշտելուց, բարձելուց հետո անդրադառնալ, այո, համաձայն եմ։ Խոսքը հենց դրան է վերաբերվում, ավելի առարկայական ասեմ, որպեսզի ձեզ համար ավելի պատկերավոր լինի, նկատի չունեի, որ եզրափակիչ ելույթներից հետո ձեզ փաստաթղթեր ձեռք բերելու հնարավորություն տրվի։ Խոսքը վերաբերում է նրան, որ հնարավորություն տրվի դիրքորոշումներ լսենք, այդ նախնական դիրքորոշումները, թերևս նախկինում էլի լսվել են դիրքորոշումները, բոլորին գրեթե պարզ են, ընդ որում նաև հայտարարեն, որ խորհրդի անդամները բոլորը ծանոթացել են գործի ամբողջական նյութերին, այնուամենայնիվ այդ հարցերը բարձելուց հետո նաև հատուկ շեշտադրում արեցի, որպեսզի բարձենք, թե որ փաստի հաստատման համար ձեզ անհրաժեշտ փաստաթուղթը, իսկ այդ դրան հասնելու համար կարծեք թե պետքա որոշակի քննարկում ունենանք։ Եթե օրինակ հիմա պատրաստ եք ասել, թե որ փաստի հաստատման համար ձեզ անհրաժեշտ լինելու եւ բոլորս նաեւ դուք ձեր համաձայնությամբ մենք որոշենք, որ ինչ-որ մի այլ փուլից ենք շարունակում քննությունը համարելով բոլոր դիրքորոշումներ ներկայացրած ինչը որ այս նյութերում կա, կարող եք հիմա ասել ձեր դիրքորոշումը, կարող ենք այդպես համարել, որ ներկայացված են, միայն ՊՏԽ անդամներին հնարավորություն տանք նորից հարցեր տալու, որտեղ նախկինում դուք իրար հարցադրումներով որոշակի բաներ բարձել եք, մենք ՊՏԽ անդամներին հնարավորություն տանք հարցեր տալու եւ այդ փուլից շարունակենք, որևէ խնդիր չկա, եթե կունենանք ընդհանուր համաձայնություն, գուցե նաեւ ժամանակի խնայողություն տեղի կունենա։ Կարող եք խորհրդակցել։ Ներողություն, որ ձեր խորհրդակցումը ընդհատում եմ, այլ կերպ ասած, մենք խոսենք նոր բաների մասին,
խոսքը սրան էր վերաբերում։ Իհարկե դա ընդհանուր որոշման արդյունքում կլինի։ Շարունակենք։ Ինչ հասկացա։ Այսինքն ձեր նոր դիրքորոշումների մասին խոսենք էլ, այսինքն նախկինում են ինչ-որ հայտնել եք, բոլորիս ըստ էության, եթե նախարարության ներկայացուցիչները դա չեն պնդի, խորհրդի անդամները գործի նյութերին ամբողջությամբ հատարխած ծանոթ են, արձանագրություններին ծանոթ են, այսինքն բարձա չէ, բարձ տրամաբանություն է։ Խնդրեմ։ Կարող շարունակել խորհրդակցել, կամ եթե պատրաստ եք, ասեք։ Մի նկատառում միայն ասեմ, որ կապված նրա հետ միայն քննարկմակադարձնենք նոր դիրքորոշումները։ Ցավոք սրտի նախորդ վարույթի ընթացքում, իսկ նույն վարույթի ընթացքում, ըստ էության նախորդ կազմություն գործի կարգապահական գործի քննության ընթացքում չնայած բազմաթիվ դիրքորոշումներ, առարկություններ, հիմքեր, հիմնավորումներ մեր կողմից ներկայացվել են, բայց դրանք քանի որ որոշման մեջ վերջնական որևէ արտացոլում չեն ստացել, ոչ միայն պատճառաբանական մասում, այլ նաև նույնիսկ նկարագրական մասում, այդ իսկ պատճառով մենք կարևորում ենք ամբողջ ծավալով, այսինքն նույնիսկ այն դիրքորոշումները, որոնք ներկայացվել են նախորդ քննության ընթացքում, նույնպես քննարկմակադարձել, նույնպես ներկայացնել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը այս պահին անդրադառնանք միջնորդությանը կոնկրետ բացատրել ուրեմն պահանջելու մասով, խնդրեմ 1 րոպե ժամանակ խորհրդակցելու համար։ Հարգելի խորհուրդ, մենք պատրաստ ենք ներկայացնել հիմնավորումներ, ինչու ենք պահանջում հենց այդ ուրեմն որոշումները եւ քննարկել այդ հարցը այս բանում։ Որպես դեպքում միանգամից արդեն անցնենք մի հատ հստակեցրեք, լավ ինչ եք ուզում։ Առաջարկում ենք հիմա քննարկել փաստաթղթեր պահանջելու այդ ուրեմն այսինքն վճարեք դատանի որոշումներ պահանջելու այդ միջնորդությունը, եթե բավարարվի դրանք ստանալուց հետո արդեն սկսենք գործի ստեղծման քննությունը, բարձրելը միջնորդության հիմքերը, հիմնավորումներ եւ այլն, այսինքն ամբողջական բոլոր փաստաթղթերը մեր մոտ մեր տիրապետության տակ լինելուց հետո մեր դիրքորոշումը ամբողջականացնելուց հետո նաև հարցեր ուղղել կողմին, որից կարող են նոր հարցեր առաջանալ այդ նյութերի ուսումնասիրությունից հետո։ Բացի դրանից, ինչպես դուք նշեցիք, որպեսզի այլ միջնորդություններ, այսինքն ներկայացման արժեքություն չունի, մենք արդեն բացահայտեցինք, որ նախարարությունից էլ ենք փաստաթղթեր պահանջել եւ այդ ժամանական մենք կարող ենք օգտագործել նաև այդ փաստաթղթերը ստանալու եւ դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու ուղղությամբ համար։ Այսինքն գտնում եք, որ հիմա անհրաժեշտ է փաստաթղթերը ի սկզբանե ստանալ, հետո նոր լսել ձեր նախկինում ներկայացրած դիրքորոշումները։ Իդեպ ուզում եմ նաև արձանագրենք, լավ, ամբողջական ասեմ։ Իդեպ ուզում եմ նաև արձանագրենք, որ այս պահին մենք նախկինում կայացված եւ այլևս վերացված որոշման պատճառաբանություններում որոշակի դիտարկումներ արված լինելու կամ չլինելու հարց չենք քննարկում, սա եւս մեկ անգամ ասում եմ, չնայած նախորդիվ ասեցի, որովհետեւ դուք ասացիք, որ դուք դիրքորոշումներ եք ունեցել, որոնց որ չեն անդրադարձել, խորհուրդը այն ժամանակ չի անդրադարձել եւ այդ որոշման մեջ չկա։ Եվ դա չի կարող նշանակել որովհետեւ ձևով, նախ հիմա չեմ էլ քննարկում կա թե չկա, միգուցե կա, այսինքն այդ բանավեճի մեջ մենք չենք մտնում, բայց դա դեռևս չի նշանակում, որ ձեր նախկինում ներկայացված դիրքորոշումներին խորհուրդը այս կազմով չի անդրադառնալու։ Դա իմացեք, որ յուրաքանչյուր փաստարկի անդրադառնալու ենք, հենց դրան է միտված նաև այս process-ը, որը մենք իրականացնում ենք, բայց եւ թափանցիկ ու հրապարակային։ Որպեսզի ձեր այդ միջնորդությունն առարկական քննարկվի, մենք պետք է հասկանանք, պարոն Ամիրխանյան, Իդեպ ուզում եմ ճշտել Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով Ամիրխանյան կապ չունեք, չէ՞։ Հաշվի առնելով, որ որոշակի փաստեր հաստատելու համար պետք են ձեզ փաստաթղթեր։ Արդյոք չպետք է քննարկենք ինչ փաստերի հաստատման համար են պետք ձեզ։ Դա է ասում, որ պատրաստ ենք։ Բայց պետք է մենք լսենք, չէ՞, որոշակի դիրքորոշումներ պետք է լսենք, որ իմանանք այդ ձեր ասած փաստերը արդյոք սույն գործի էությունից բխում են, թե չեն բխում։ Ես այնպես հասկացա, որ խորհուրդը առաջարկում է, եթե մենք ներկայացնենք այդ փաստերը, որոնք Չէ, իպերատիվ նման բան խորհուրդը չի ասա, խորհուրդն առաջարկել է մի քանի տարբերակ քննարկեք, պարոն Ամիրխանյան, արդյունավետությունը միասին որոշենք։ Հիմա ես ինչքանով որ հասկացա, ես ձեզ ամբողջությամբ հասկացել եմ։ Հիմա այս բանը ուրեմն կարող եք նստել։ Շնորհակալություն, հետեւյալ կերպ կանենք, հարգելի ներկաներ,
կներկայացվի նախարարության կողմից համապատասխան միջնորդությունը, հաշվի առնելով, որ միջնորդությունը էլ ներկայացված են կողմերը առավել եւս նույն ներկայացուցիչը ներկա եղել նիստին, ես կխնդրեմ կետային, կոնկրետ առարկայական տվյալներով ներկայացնեք միջնորդությունը, հարց ու պատասխաններ, երբ որ մենք կունենանք արդեն պատասխան ներկայացնելուց խնդիրներ կունենանք, մենք արդեն կանդրադառնանք դրան, որովհետև այդ միջնորդության մենք ձևակերպման հարցն էլ պետք է քննարկենք։ Դուք որպես այդպեսին ունեք ընդհանրապես միջնորդություն, որ ուզում եք փաստաթղթեր, ճիշտ է, ուզում եք այն դատական ակտի մեջ նշված փաստաթղթեր, մինչ այս պահը դուք չեք առարկայացրել, թե ինչ փաստաթղթեր եք ուզում մասնավորապես, իհարկե հղում եք կատարել, որևէ բան չկա, առարկայական, որովհետև դուք լավ գիտեք process-ում դատավարական, դուք պետք է հստակ ներկայացնեք ինչ փաստաթղթեր եք ուզում, որովհետեւ մենք հնարավորություն ունենանք քննարկման առարկա դարձնել, արդյոք այդ փաստաթղթերը ձեզ տրամադրել հնարավոր է, թե չէ։ Կարող է դուք պետք է ներկայացնեք եւ այլն, այսինքն հիմա մենք այս process-ը սկսենք, երբ որ կհասնենք այն փուլին, որտեղ որ կզգաք, որ խոչընդոտ կա շարունակելու փաստաթղթերի ներկայացման պայմանավորված, մենք արդեն առարկայական քննարկենք ձեր կոնկրետ միջնորդությունը, որը որ կունենաք։ Մի դիտարկում կարելի է Սա կարճ պարզապես, քանի որ ուրեմն արձանագրում կատարվեց համաձայն եմ կարող ենք այսինքն այդ առաջարկով առաջնորդվելու, բայց քանի որ արձանագրում արվեց որ մինչև այս չի բացահայտվել թե ինչու ենք ուզում այդ փաստաթղթերը եւ չենք պահանջել այդ փաստաթղթերը, դա իրականում ժամանակի խնայողությամբ գնանք առաջ, հստակ ներկայացրեք ձեր դիրքորոշումները, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի խորհուրդ, վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ամիրխանյան ընդդեմ Հայաստանի վճռի հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքներով 2022 թվականի նոյեմբերի 30-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ Նշված գանգատի կապակցությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռաբեկ դատարանում ներկայացված երկրորդ բողոք վարույթ ընդունելու եւ դրա քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու արդյունքում ճանաչել է դիմումատուի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև նույն կոնվենցիայի առաջին արձանագրության առաջին հոդվածով սահմանված սեփականության պաշտպանության իրավունքի խախտումներ։ Վերոգրալի հիման վրա լիազոր մարմնի միջնորդության համաձայն վճռաբեկ Դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի կողմից դատավարական իրավունքի նորմերի իրավահարաբերության պահին գործող քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1 հոդվածի 3-րդ մասի 232.2 հոդվածի առաջին մասի մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի եւ նյութական իրավունքի նորմի կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածի պահանջների խախտումներ Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ թիվ 02990208 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը 12.04.2007 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին մասով նախատեսված բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, այնուամենայնիվ նույն գործով նույն կողմի վերստին ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա դատարանն արդեն մեկ այլ 2007 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունել բողոքը։ Հարգելի խորհուրդ, հաշվի առնելով, որ սույն միջնորդության քննությունը տեղի է ունենում սույն թվականի սեպտեմբերի 17-ի Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 26-ի որոշման վերանայման արդյունքներով, ինչպես նաև ուսումնասիրելով Անտոնյանն ընդդեմ Հայաստանի որոշման մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, Պնդում ենք լիազոր մարմնի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 26-ին ներկայացված միջնորդությունը, ինչպես նաև միջնորդության քննության ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից արտահայտված դիրքորոշումները եւ խնդրում բավարարել միջնորդությունը։ Ավարտեցի, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Պարոն Ամիրխանյան, խնդրեմ կարող եք հարցեր տալ ներկայացուցչին։ Խնդրում եմ հստակեցնել, թե ոչ նորմը կամ նորմերը ձեզ լիազոր մարմնին լիազորել են վարույթ հարուցել 2015 թվականի մի վճռի հիման վրա եւ այդ վճիռը որպես վարույթի հարուցման առիթ օգտագործել։ Նախ ուզում եմ բարձաբանել ձեր խոսքի հետ կապված ընդհանուր առմամբ բարձաբանեմ հետեւյալ կերպ, որ հարց տալիս ենք, լսում ենք պատասխան, եթե անգամ պատասխանը չի բավարարում, դրան հետո անդրադառնալու հնարավորություն ունենալու եք, այսինքն այտենց հատուկ քննարկումներ պետք է չծավալել, հարց, պատասխան։ Շնորհակալություն։
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը եւ 146-րդ հոդվածի 4-րդ մասը։ Ինչպես ուղղակիորեն նշված է կարգապահական վարույթ հարուցելու որոշման եզրափակիչ մասում։ Ճիշտ եմ հասկանում, որ օրենսգրքի 144-րդ հոդվածը փաստորեն դրված չի հիմքում։ Ուզում եմ հասկանանք, եթե կարելի է բարձրաբանում հարգելի խորհուրդ հարցը հստակեցնելու համար։ Եթե հարցը բարձ չի, խնդրում։ Մի քիչ անհստակություն առաջացնում։ Խոսում ենք ընդհանցակարգային հիմքերի մասին, թե նյութաիրավական հիմքերի մասին։ Տեսեք, 2015 թվականի մի այդ վճռի հիման վրա հարուցվել է կարգապահական վարույթ, այսինքն դա որպես առիթ է դիտվել կարգապահական վարույթ հարուցելու համար 2022 թվականին։ Հարցս հետևյալն է, որ նորմերն են ձեզ լիազորում, ձեզ թույլ տալի, որ 2015 թվականի մի այդ վճիռը որպես առիթ ծառայեցնեք կարգապահական վարույթ հարուցելու համար։ Հասկանալի է հարցը հարգելի խորհուրդ, Իմ կողմից նշվեց արդեն այն նորմերը, արդեն նշվեցին այն նորմերը, որոնք լիազորում են կարգապահական վարույթ հարուցել, իրականացնել կարգապահական վարույթ, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը սահմանում է նաև հիմքերը, նյութաիրավական մասով, թե որոնք են համարվում կարգապահական խախտումներ, 144 հոդվածով սահմանվում է նաև, թե առանձին դեպքերում երբ կարող են, ինչ ժամկետներում կարող են կարգապահական վարույթ հարուցվել եւ երբ խոսքը գնում է մարդու իրավունքների ցույց դեպքում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքում 144 հոդվածը սահմանում է այդ հատուկ ժամկետը, որը տարբերվում է մնացած ժամկետներից, որը ցույց դեպքում նույնպես բնականաբար դրված է վարույթի հարուցման, վարույթի իրականացման հիմքում, որի վերաբերյալ վերլուծությունը եւ ամբողջ ընթացքը հիմքերը բարձրաբանված են թե վարույթի հարուցման որոշմամբ, թե ներկայացված միջնորդությամբ։ Հաջորդ հարցս հետևյալն է։ Տեսեք, մի նախաբան մինչև հարց տալը 2020 թվականին ընդունվեց թիվ 197 օրենք, որով լրացվեց նոր առիթ մի այդ վճիռը որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ։ 22 թվականին լրացում կատարվեց 144 հոդվածում, որով նախատեսվեցին այն ժամկետները, որի ընթացքում կարող է հարուցվել վարույթ այդ մի այդ վճռի հիման վրա, այսինքն բաց էր մնացել այն հարցը, թե 20 թվականին օրինակ ընդունված օրենքով, որը առիթ էր դիտում մի այդ վճիռը 20 թվականից հետո կայացված մի այդ վճիռների հիման վրա թույլատրում էր վարույթ հարուցել, իսկ 22 թվականին բայց բաց էր մնում այն հարցը, թե ինչ ժամկետում պետք է վարույթ հարուցի։ Այդ հարցը կարգավորված չէ, եւ կարգավորվեց 22 թվականի օրենքով հենց 144-րդ հոդվածում ուրեմն նախատեսված կարգավորմամբ եւ նախատեսեց, որ 15 տարվա ընթացքում կարող է վարույթ հարուցել։ Հիմա արդյոք ձեր դիրքորոշումը այն է, որ այդ երկրորդ օրենքի ընդունմամբ թիվ 333, այսինքն 22 թվականին ընդունված օրենքով, որը լրացում է կատարել 144-րդ հոդվածում, ըստ էության վերացել է 2020 թվականին ընդունված 197 օրենքի անցումային դրույթային մասին, որ մի այդ վճիռը, միայն այն մի այդ վճիռները կարող են առիթ օգտագործել, առիթ հանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու համար, որոնք կայացվել են 2020 թվականի մայիսից հետո, այսինքն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո։ Այսինքն երկրորդ օրենքը վերացրեց այդ դրույթը, թե ոչ։ Հարգելի խորհուրդ, անդրադառնալով հարցին, ես մեջբերեմ 2022 թվականի օգոստոսի 1-ի O333N օրենքի անցումային դրույթը, որով հենց լրացվել է նշված հոդվածը եւ այդ օրենքի անցումային դրույթում նշված է, որ այս առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաեւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ակտերի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերված խախտումներով, եթե մի այդ կայացրած ակտի ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 15 տարի, այսինքն օրենքը որևէ սահմանափակում չի մտցրել օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ 15 տարվա ժամանակահատվածի առումով, դա կլինի 20 թվականից առաջ, թե 20 թվականից հետո։
Շատ լավ, մենք ծանոթ ենք այդ նորմին, հարցս հետևյալն է, այդ 20 թվականի օրենքով, թիվ 197 օրենքով, որ լրացում կատարվեց 146-րդ հոդվածում, անցումային դրույթ էր նախատեսված, որի համաձայն կարգապահական վարույթ կառուցվել հայաստանյան մասնակցության միջազգային դատային կամ այլ միջազգային ատյանի սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո կայացված ակտերի հիման վրա։ Այդ նույնիսկ 144 հոդվածով կարող ես նաև ավելի հետ գնալ։ Հիմա ճիշտ եմ հասկանում, որ ըստ էության ըստ ձեր դիրքորոշման այս նորմը, որը 144 հոդվածին է վերաբերում, որը վերաբերում է վարույթ հարուցելու առիթներին, այլևս երկրորդ օրենքը վերացրել է այս նորմի գործողությունը։ Թե կա հակասություն միմյանց միջև, այդ նոր ասեցիք 144-ը ինձ թույլ է տալի 20-ից էլ առաջ գնալ։ Այս օրենքը ասում է 20-ից հետո։ Քանի որ օրենսդիրը այդ փոփոխությունը կատարել է 2022 թվականին, այսինքն ձեր նշած փոփոխությունից հետո, հետևաբար նույնիսկ եթե ընդունենք, որ այստեղ կան իրավական նորմերի կոլիզիաներ, ապա կիրառվում է այն իրավական նորմը, որը ավելի ուշ է ուժի մեջ մտել, ընդ որում հատկանշական է, որ օրենսդիրը հենց հատուկ այս անցումային դրույթում սահմանել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված մի այդ որոշումներով կարող են վարույթներ հարուցվել առանց ժամկետային սահմանափակում նախատեսելով միայն 15 տարվա մասով, չկապելով դա նախկին կարգավորման հետ 2020 թվականի եւ ընդ որում նաեւ հատուկ սահմանել է այն չափանիշները, որի դեպքում նախկին որոշումներով, այսինքն մինչև նույնիսկ 2020 թվականից առաջ ընդունված որոշումներով կարող է բարձրագույն դատական խորհուրդը լիազորությունների դադարեցում կարգապահական տույժ կիրառել։ Այսինքն սա ենթադրում է, որ օրենսդիրը հասկացել է, որ սրանով ինքը խիստ սահմանափակում է նախատեսում իրավունքների եւ բարձր չափանիշ է նախատեսել, ինչը ենթադրում է, որ այո, մենք կարող ենք նաեւ հետ գնալ շատ ավելի վաղ ժամանակահատված օրենքի ուժի մեջ մտնելուց հանած 15 տարի։ Ասացիք, որ եթե կա կոլիզիա, ապա գործում է ավելի ուշ ընդունված օրենքը, իսկ ձեր կարծիքով կա կոլիզիա։ Մեր կարծիքով այստեղ օրենսդիրը նոր կարգավորում է նախատեսել, որով արդեն պետք է առաջնորդվենք տվյալ պահին հարցը քննարկելիս առաջնորդվենք տվյալ պահին գործող օրենսդրությամբ, այսինքն կարծում ենք կոլիզիաների հարցը կարող ենք չքննարկել, բայց նույնիսկ եթե լինի նման մեկնաբանություն, ապա կիրառելի է նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կոլիզիայի կանոնը։ Այսինքն ճիշտ հասկացա, որ 146-րդ հոդվածի անցումային դրույթը ձեր կարծիքով գործող օրենսդրություն չի, ասիկ մենք կա նոր գործող օրենսդրություն, որը պետք է կիրառվի։ Իսկ 146-րդ հոդվածի անցումային դրույթը, որ ասում է 20 թվականից հետո կայացված վճիռները կարող են որպես առիթ ծառայել վարույթ հարուցելու համար, դա այլևս գործող չի։ Դա իրավական տեխնիկայի հարց է, քանի որ օրենքում այդ հոդվածում հնարավոր չի տեղավորել մի այնպիսի կարգավորում, որը անդրադառնում է որոշակի ժամանակահատվածի հարաբերություններին եւ օրինակ ապագայում այդ նորմի նշանակությունը կարող է կորել, այսինքն եթե այնցնի այնքան ժամանակ, մինչև որ 15 տարվա վաղեմության միեդներ այլևս չունենանք, այս նորմի իմաստը արդեն կորելու է։ Հետևաբար օրենսդրական տեխնիկայի առումով այս նորմը տեղավորվել է անցումային դրույթներում, բայց դա չի նշանակում, որ ինքը գործող կարգավորում չէ եւ չպետք է կիրառվի։ Ամեն դեպքում գտնում եք, որ կիրառելի է եւ խնդիր չեք տեսնում։ Հաջորդ հարց։ Այսինքն երկու նորմերն է կիրառելի։ Հետո ձեր եզրափակիչը բազում հստակեցնում, ես ճիշտ ասած մի քիչ էլի ուզում եի հստակեցնող հարցը, բայց հստակեցնողը ուրեմն անցնենք առաջ։ Լավ, երկուսն է կիրառել են։ Իսկ այդ երկու նորմերի հարգելի խորհուրդ, ներողություն, իմ խոսքում չնշեցի, որ երկու նորմերներ կիրառելի են, այլ պետք է առաջնորդվենք գործող օրենսդրությամբ հասկանանք որն է կիրառելի։ Տվյալ դեպքում կիրառելի է անցումային դրույթը, ներողություն անցումային դրույթը, որով առաջնորդվել է լիազոր մարմինը։ Շատ լավ։ Դա էլ պարզաբանում, թե բավարարում է թե չէ հարցի մյուս կողմն է։ Հաջորդ հարցը։ Սպառած։ Լավ, այդ երկու նորմերի կարգավորման առարկան ձեր կարծիքով տարբեր է, թե նույնն անում է։ Կհստակեցնենք հարցը։ Այդ երկու նորմերի կարգավորման առարկան, այն իրավաբերությունը, որ կարգավորվում է այդ երկու նորմերով, նույնական է, թե տարբեր հարցերի կարգավորմանն են ուղղված դրանք։
Եթե խոսքը նրա մասն է, որ կարգավորում է արդյոք ժամկետների հարցը, այո, կարծում եմ, մի դեպքում ժամանակին օրենսդիրը որոշել է այնպես, հիմա որոշել է այսպես, ընդ որում հետադարձ տալով այդ նորմին։ Հետևաբար երկուսն էլ կարգավորել են վարույթի հարուցման ժամկետների հետ կապված հարցը, բայց օրենսդիրը հատուկ հետադարձ ուժ է տվել այդ կարգավորմանը, որպեսզի որևէ բաց հարց չմնա։ Ունեք էլի հարց։ Այո, Ընտրեմ։ 2008 թվականի ապրիլի 8 թիվ 12N օրենքով լրացում է կատարվում դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասում, որով կարգապահական վարույթ հարուցելու նոր առիթ էր սահմանվում։ Էլի մի հետ կամ միջազգային դատանի դատական ակտերը որպես առիթ, որը ուրեմն կարող էին ծառայեցվել կարգապահական վարույթ հարուցելու համար։ Նույն կարգավորումը, ինչ ունենք այսօր, կար նաև 2008 թվականին ընդունված օրենքով։ Այդ նորմը գործեց մինչև 2018 թվականը, մինչև դատական օրենսգրքի ընդունումը։ Այսինքն 10 տարի գործել է, ուղիղ 10 տարի, 2008-ից 2018 թվականը։ Մի այդ վճիռը, որը հիմքով, որը որպես առիթ է ծառայեցվել սույն վարույթի հարուցման համար, կայացվել է 2015 թվականին։ Այսինքն 3 տարվա ընթացքում 15-ից 18 թվականներին կար նորմ, որը լիազոր մանին հնարավորություն էր տալիս կարգապահական վարույթ հարուցել։ Նույն այս գործով կայացված վճռի հիման վրա։ Իդեպ, կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը նախատեսված 1 տարին։ Կարգապահական վարույթ չի հարուցվել։ Հարց, ինչու չեք հարուցել։ Հարգելի խորհուրդ, տվյալները առկա չեն նշված ժամանակահատվածում արդարադատության նախարարությունում ուսումնասիրություններ արված լինելու եւ ուսումնասիրությունների արդյունքում խախտումը հայտնաբերած լինելու վերաբերյալ։ Շատ Այսինքն դուք ուսումնասիրել եք, փորձել եք բարձել, թե արդյոք հարուցվել է թե ոչ, այդ ընթացքում բարձել եք, որ տվյալներ չեք կարողացել գտնել։ Թե ճիշտ ասած, հա, չէ, լավ։ Այդտեն երևի ձեր ասածը պետք է ասեք։ Հարցը մի փոքր ավելի հստակ պատասխանեք։ Ինչու նախկինում 2005 թվականից հետո մինչև 2015 թվականից մինչև 18 թվականը, երբ գործել է տվյալ օրենսդրական կարգավորումը, ինչու այդ ժամանակ կարգապահական վարույթ չի հարուցվել, ոնց որ թե սա էր, չէ՞ ձեր հարցը, պարոն Ալիխանյան։ Նման ուսումնասիրություն արված լինելու վերաբերյալ տեղեկություններ արդարադատության նախարարությունում պահպանված չեն։ Այսինքն չի վարվել նման վիճակագրություն եւ ներկայումս, ինչպես ներկայումս, այնպես էլ 2022 թվականին միջնորդության ներկայացման ժամանակ եւ վարույթ հարուցման ժամանակ արկա չեն եղել տեղեկություններ, որ իրականացվել է նման ուսումնասիրություն, որի արդյունքում հնարավոր կլիներ բացահայտել խախտման արկայությունը կամ դրա բացակայությունը։ Չի իրականացվել, նման ուսումնասիրություն իրականացված լինելու մասին տեղեկություն չկա։ Այսինքն ով հարցը այն էր, որ այսինքն դուք փորձել եք բարձր տեղեկատվություն կա թե չկա, թե ուղղակի որ չի եղել, մտածել եք, որ չկա, ուրեմն մենք մեր գործը անենք։ Մոտավորապես էս է խոսքի իմաստը։ Ինչքանով որ ես եմ։ Մենք անձամբ այս հարցին անդրադառնալու առիթ ունեցել ենք վերջին 24 ժամվա ընթացքում, երբ որ պարոն Անտոնյանի երեկվա դիմումը ստացել ենք նախարարությունում, որը ներառում էր նաև հարցադրումը։ Դե մենք չգիտենք, ինչ դուրս եք ստացել 24 ժամը իրար շփվում եք փաստաթղթերով, մենք դրա տեղեկությունները չունենք։ Դրա համար չեն կարող կանխատեսել, թե դուք ինչպես կարող եք պատասխանել, այնպես որ հստակ ասեք ու անցնենք առաջ, կամ տվեք ծանոթանանք այդ ինչ դիմումը ներկայացվել։ Միակողմանի կոմունիկացիա հարգելի խորհուրդ իրականում հարցված հաստատղթի մեջ կար նաև մի կետ, որը վստահաբար քննարկման առարկա կդառնա նաև դատավորի եւ ներկայացուցչի կողմից, նշում էին արդյոք 2018 թվականից առաջ ուսումնասիրություն իրականացվել է։ Նման տվյալներ առկա չեն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը, եթե այսինքն չեք բացառում, որ ուսումնասիրությունները իրականացվեն եւ խախտում թույլ տրված չլներ կամ կարճվեր օրինակ վարույթը։ Ներողություն, ձեր հարցադրումները գրավորել եք ուղարկել։ Չէ, նույնն է, ես 24 ժամվա մեջ չի մտնում այս նորվա հարցը, չէ՞։ Լավ, շարունակեք։ Հարցը եթե կարելի է։ Հարցը հետեւյալն է, թե արդյոք այդ 24 ժամվա ընթացքում, երբ որ ուսումնասիրել եք
Արդյոք պարզվել է վարույթ, եթե հարուցված լինեն, լավ, այսպես ձևակերպեմ, դուք կկարողանայիք դա բացահայտել։ Միգուցե վարույթ հարուցվել է, հետագայում կարճվել է, եթե այդպես լիներ, այդ նյութերը ձեր տրամադրության տակ կլիներ, թե չէ։ Հարգելի խորհուրդ, ուսումնասիրության արկայության վերաբերյալ տվյալներ արկա չեն, նման վիճակագրություն չի պահպանվել։ Տվյալները, որոնց մասին խոսում է ներկայացուցիչի հարցադրման մեջ, նման տվյալներ պահպանված չեն։ Ուսումնասիրությունը իրականացվել է 2022 թվականին եւ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է այնինչ հայտնաբերվել է, որից ամբողջ իրավաբանական վարույթը արդեն սկսել է։ Այս ամենին ավելացնելու Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Դրա շրջանակում ըստ էության պատասխանեցին ձեր հարցին։ Հիմա հարցս հետևյալն է, որպես կանոն ուսումնասիրությունները որևէ տեղ չեն արձանագրվում, եթե կատարում է ուսումնասիրություն, որևէ կրիչով կամ չգիտեմ, որևէ եղանակով, դա լինի հրամանով, չգիտեմ, կամ դրանք ինչ-որ նյութական տեսք ստանում են, թե չեն ստանում, թե այս ինչ-որ աշխատակից պարզապես ուսումնասիրում, ասում է, չէ, այստեղ խախտում չկա, ու այդպես մոռանում են։ Այսինքն ներքին պրոցեսն եք ուզում բացահայտել ձեզ համար, թե ներքին պրոցեսի ձևը ընթանում։ Եթե գիտեք ոնց է ընթանում։ Հարգելի խորհուրդ, առաջի հերթին կարծում ենք, որ ինչպես վերահաստատեց ներկայացուցիչը, դա մեր ներքին փաստաթղթաշրջանառության կարգն է, որը սույն վարույթի քննության շրջանակից դուրս է առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին նաև, ինչպես նշեցի, նշված ժամանակահատվածի մասով տվյալներ առկա չեն։ Հարգելի խորհուրդ, չեմ կարծում, որ դուրս է, որտեղ ասում են, որպեսզի լավ, իսկ վարույթ հարուցվել է, թե ոչ, այսպես ասում։ Վարույթ հարուցված լինելու մասին տեղեկություններ առկա չեն։ Լավ, մյուս հարցը հետևյալն է։ Եթե 2008-ից 2018 թվականներին կար նորմ, որը նման վարույթ հարուցելու առիթ էր նախատեսում։ Եթե դատական ակտ կայացրած օրինակ դատավորը, որը գործով մի հետը խախտումներ արձանագրի, որի գործով մի հետը խախտում արձանագրի, արդյոք նա չունի իրավաչափ ակնկալիք, որ եթե ակտի հիման վրա 1 տարվա ընթացքում օրինակ վարույթ չի հարուցվել, ապա ըստ էության հետագայում էլ չի կարող հարուցվել։ Ինչ եք կարծում։ Այդ հարցի պատասխանը կարծում եմ սահմանադրական օրենքը տվել է այն համատեքստում, որ նույն անցումային դրույթով սահմանել է, որ հնարավոր է նաև կարգապահական վարույթ հարուցել հետ գնալով մինչև 15 տարի, դրանով իսկ արդեն օրենսդիրը սահմանադրական օրենքով այդ հնարավորությունը նախատեսել է, եւ քանի դեռ մենք ունենք գործող օրենք, որը չի վիճարկվել սահմանադրական դատարանում եւ այդ հոդվածը գործում է այդ կարգավորումը, այդ ակնկալիքի մասին չենք կարող խոսել։ Այսինքն ես ոնց հասկանում եմ, այդ 15 տարվա ժամկետ սահմանող օրենքը նույնիսկ կարող է շրջանցել օրինակ կրկնակիության, նույն գործի կրկնակի քննության օրինակ արգելքը, այսինքն ցանկացած սկզբում կարող է շրջանցել թե 15 տարվա վարումություն։ Հարգելի խորհուրդ, մենք այժմ քննարկում ենք օրենքի որակի եւ կարծես թե սահմանադրականության հարցեր, որը դուրս է մեր կարծիքով այս վարույթի շրջանակներից։ Լավ, ձեզ կարծիքով իրավաչափ ակնկալիք չունի։ Հաջորդ հարցը, եթե մինչև 2018 թվականը չի հարուցվել համապատասխան վարույթ, արդյոք դատավորը չունի իրավաչափ ակնկալիք կամ ոչ թե իրավաչափ ակնկալիք, լավ, այդ սահմանադրական սկզբունքը միանգամից ասել եք սահմանադրական հարցը։ Չի գործում արդյոք այն կանխավարկածը, որ լիազոր մարմնի կողմից ստուգվել է մի այդ վճռի վճիռը, ուսումնասիրվել են դրա հիմքերը եւ հիմնավորումները եւ գտել է, որ դրանում արձանագրված խախտումները հիմք չեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Այսինքն, չէ՞ որ սա խոսքը չի գնում այն սովորական դատական պրակտիկայի մասին, որ ասենք լավ, որոշումը կայացվել է այսինչ թվականին, բա ինչի՞ չեք ուսումնասիրել ժամանակին։ Այստեղ ունենք մի այդ վճիռ։ Մի այդ վճիռ կայացվել, դուք համապատասխան լիազորություններ ունեք դրա շրջանակներում, լիազոր մարմինն եք, ուսումնասիրում եք բոլոր մի այդ վճիռները, այդ պայմաններում չի գործում են կանխավարկածը, լավ, մի այդ վճիռը ստացեց լիազոր մարմինը, 1 տարի անցավ, օրենքով 1 տարին էր նախատեսվում վարույթ հարուցելու ժամկետ, եւ որևէ վարույթ չի հարուցվել։ Հետաբար չի գործում են կանխավարկածը, որ մի
այդ վճռով արձանագրված խախտումները հիմք չեն կարող հանդիսանալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Վերջ ձեր հարցը որն էր, այդ վերջի մասն էր, այդ վերջի մասն։ Հարգելի խորհուրդ, ոչ։ Հաջորդ հարց։ Ոչ։ Այն դատական օրենսգրքի 147 հոդվածի 6-րդ մասն եմ ուզում ընթերցեմ։ Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում այն դեպքում, եթե նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ, այսինքն նույն անձի նկատմամբ նույն արարքի համար, եթե նախկինում չես հարուցել վարույթ, ապա նույնիսկ հարուցածը պետք է կարճվի։ Իսկ թվում է բոլորս հասկացել ենք, թե ինչա գրածել է հոդվածը մեր ձեր հարց։ Շատ լավ։ Չեք ցանկանում վարույթը կարճել։ Չէ՞ որ 15-ից 10 թվականներին օրինակ չեք հարուցել։ Հարգելի խորհուրդ, Հիմա վարույթը կարճող մարմին ով է։ Վարույթ հարուցելու վարույթ, այսինքն ոչ թե կարգապահական, ես հասկանում եմ, որ օրինակ նույն միջնորդությունը այլևս հնարավոր չի հետ վերցնել, դրա արգելքը օրենսդիրը նախատեսում է։ Բա ինչը կարճ են։ Այն վարույթը, որը որ հարուցվել էր մինչև միջնորդություն ներկայացնելը։ Չեք գտնում, որ վարույթը կարճելու հիմք էր առկա։ Նախկինում թե հիմա ուզում եք կարճել։ Այո։ Դե կարող միգուցե Որտեղ ասացիք չեք ուզում կարճել, դրա կարող եք կարճել, որովհետև դրա արգելքը օրենսդիրը նման մտադրություն ունեք կամ նախկինում կարող եք կամ կուզեիք, չգիտեմ, վերջը ոնց ինչպես որ հարցրեց, այնպես էլ պատասխան։ Ինչու չեք կարճել։ Եվ ինչու չեք կարճում։ Հիմա չեք ցանկանում կարճել։ հարգելի խորհուրդ, դեռևս հռոմեական իրավունքից հայտնի մի սկզբունք կա։ Կուրիա նովիդ յուրիա, որը նշանակում է դատարանը գիտի այն իրավունքը, որը կիրառելի է իրավահարաբերության նկատմամբ, այդ իսկ պատճառով չմանդրադառնա իրավական կտորին եւ իրավահարաբերությունների մասով։ Հարցադրումը, որը վերաբերում է արդյոք այս պայմաններում չենք ցանկանում։ Հարցերի հաջորդականությունը, որը ներկայացուցչի կողմից ուղեկցվում է, նախկինում արկա վարույթի հիպոթետիկ ենթադրության վրա արված հետագա հարցադրումներ են։ Ես ինչպես ուղղակիորեն նշեցի արված պատասխանին, մենք չունենք տեղեկություններ, որ արկա է եղել։ Ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, երևի այսքան ժամանակ տված հարցերից երևի այն հարցերից էր, որ իրոք կարելի էր այո կամ ոչով պատասխանել։ Եղել են հարցեր, որոնք որ միգուցե պետք է մեկնաբանման պատասխանեք, բայց ասացիք այո կամ ոչ, հա, կարճ պատասխաններ, բայց այս մի հարցին փորձում եք ավելի երկար։ Հիմա հստակ հարց է տրվել. ինչու չեք կարճել եւ ինչու չեք կարճում հիմա։ Կա կարճ հստակ հակիրճ պատասխան։ Ներողություն եմ խնդրում խորհրդից, եթե որևէ կերպ ժամանակը Չէ, խոսքը դրա մասին չի, ուզում եմ ասեմ, հստակ անցնենք պատասխանին, խնդրում եմ։ Հարգելի խորհուրդ, հարցադրումը արվում է այն ենթադրական պնդման, որ նախկինում եղել է վարույթ, հետևաբար պետք է հիմա կարճվի։ Մենք չունենք տեղեկություն, որ նախկինում եղել է վարույթ։ Եթե ներկայացուցիչը ունի նման տեղեկություն, ունի նման որևէ փաստաթուղթ կամ փաստ, թող ներկայացնի, որի հիման վրա մենք կարող ենք կամ խորհուրդը կարող է հետևություններ անել, բայց մենք չունենք նման տեղեկություն։ Նման կանխավարկածով հարգելի խորհուրդ ես հարց չեմ հնչեցել, որ նախկինում եղել է վարույթ։ Ես ասում եմ հենց այդ ասում եմ, եթե նախկինում վարույթ չի եղել, իսկ օրենքը ասում է, եթե նախկինում չես հարուցել վարույթ, ապա այլևս չես կարող հարուցել, իսկ հարուցածը պետք է կարճես։ Ձեր հաջորդ հարցը, որովհետև եթե հիմա այս պահին իրենք նման մտադրություն ունենային, իսկ սկզբանը չէին ասի, որ ներկայացվածը պնդում են ու կշարունակեն քննարկել, անցանք առաջ հաջորդ հարց։ Միջնորդությամբ դատավորին վերագրվել է դատական օրենսգրքի 231.1 հոդվածի 3-րդ մասի խախտում։ Այս հոդվածով նախատեսվում է վճռաբեկ դատանի այցելական լիազորությունը վերադարձնելիս քրությունները շտկելու համար ժամկետ տրամադրելու լիազորություն։ Ի հիմնավորում այդ նորմի խախտման ներկայացրել եք հիմնավորում, որ առանց ժամկետի սահմանման բողոքը վերադարձնելու որոշման առկայությունը արգելք էր ստեղծում բողոքի վերստի ներկայացման եւ բողոքը վարույթ ընդունելու առողջությամբ։ Ճիշտ եմ հասկանում, որ այդ նորմի խախտումը այս դեպքում ձեր կարծիքով դրսևորվել է երկրորդ անգամ ներկայացված բողոքը վարույթ ընդունելով։ Եվ արդյոք պնդում եք այդ դիրքորոշումը։ Հարգելի խորհուրդ,
Ներկայացվեց բացման խոսքում, ներկայացված է միջնորդությամբ, ներկայացվել է նախկինում ներկայացուցիչների կողմից, միջնորդությամբ հստակորեն ամրագրված է, թե ինչով է արտահայտվել դատավորի խախտումը, ավելացնելու ոչինչ չունենք այս մասով։ Այսինքն պնդում եք, որ բողոքը վարույթ ընդունելով կարող է խախտվել մի նորմ, որը վերաբերում է բողոքը վերադարձնելիս թերությունները վերացնելու համար ժամկետ տրամադրելու վճռաբեկ դատանի լիազորությանը, ճիշտ եմ հասկացել։ Հարգելի խորհուրդ, անդրադարձ արեցի արդեն այս հարցին։ Հաջորդ հարց։ Լավ, Պատասխանելու արդյունքում էլ դուք ձեր եզրահանգում անելու իրավունք եք ունենալու միանշանակ եւ ձեզ նաեւ խոսելու հնարավորություն ա տրվել։ Այ վերագրվում է դատավորին օրենսգրքի 231.2 հոդվածի առաջի մասի խախտում, բայց որոշմամբ թե այդ առաջի մասի որ կետն է խախտվել չի մանրամասնվում եւ որևէ հիմնավորում դրա մասին մենք չենք գտել։ Կարող եք ունի մանրամասնել։ Հարգելի խորհուրդ, այս մասով եւս անդրադարձ եղել է նախկինում լիազոր մարմնի կողմից, ավելացնելու ոչինչ չունենք։ Նման անդրադարձ չի եղել։ Լավ։ Այսինքն զարմանք առաջացնում, որ միշտ լիազոր մարմինը Չանդրադառնալու դուք կանդրադառնաք հետո։ Շատ լավ։ Համաձայն եք, որ օրինակ, չգիտեմ, այդ հոդվածով նախատեսված օրինակ դատական սխալի դեպքում դատական սխալը, որը ծանր հետևանք է առաջացնում վարույթ ընդունելու հիմք, որպեսզի եզրահանգումներ կատարեք դատական սխալի առկայության կամ բացակայության, դրա ծանր հետևանք առաջացնել չառաջացնելու մասին, ապա պետք է ուսումնասիրության առարկա դարձնեք, օրինակ, վերաքրիչ դատանի որոշումը, վճռաբեկ դատանի որոշումը, ուրեմն ըստ էության որոշումը, վճռաբեկ բողոքները եւ այլն։ Այսինքն գործի բոլոր նյութերը գնահատ մարկա դարձնեք եւ ուրեմն գաք են եզրահանգման իրականում ստեղ դատական սխալ կար, որը ուղղել է վճռաբեկ դատարանը, թե չկար որևէ դատական սխալ եւ վարույթ ընդունելու հիմքեր օրինակ չկային։ Հարգելի խորհուրդ, կարգապահական վարույթ հարուցելու առիթը եւ հիմքերը այնտեղ ներառված եւ հարձանագրված են եղել մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը հիմք է ընդունել լիազոր մարմինը։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ դուք լավցիչ ուսումնասիրության խնդիր չեք տեսել։ Միայն ինչ որ արձանագրված է եղել, ուրեմն միեդի վճռով դրանով եք սահմանափակվել։ Եվ անհրաժեշտություն չկար նաև գնահատելու համար դատական սխալի առկայությունը վճռաբեկ դատանի որոշմամբ, այլ ոչ թե դատական սխալի առկայությունը, այլ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի առկայությունը։ Նշված դատական ակտերը դրանք հիմնավորվածությունը գնահատման առարկա դարձնելու վերլուծելու անհրաժեշտություն չեք տեսել։ Հարգելի խորհուրդ, գործը ամբողջությամբ ուսումնասիրվել է։ Այսինքն եթե հարցն է արդյոք մենք համարում ենք, որ պետք էր թե պետք չէր, բնականաբար համարել ենք, որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գործի նյութերը, ինչը եւ կատարվել է։ Դրա հիման վրա կատարվել են նաեւ համապատասխան եզրահանգումներ։ Շատ լավ, որտեվ նախորդ նիստերում ընթացքում ներկայացուցիչը ասաց, որ դրա ըստ էության անհրաժեշտությունը չի տեսել եւ չի ուսումնասիրել, այսինքն ստացվում է, որ հիմա ուսումնասիրել եք։ Ես չեմ ուզում բանավեճ վերածվի, թե նախորդ ներկայացուցիչը ինչ է ասել, ուղղակի ես հստակորեն հիշում եմ ինչ է ասել նախորդ ներկայացուցիչը, որը պարոն Ամիրխանյանի ասածից հարգելի խորհուրդ տարբերվում է։ Գործը մենք ուսումնասիրել ենք, ստացվել է գործը, ուսումնասիրվել է մի այդ որոշումը դրա հիման վրա գործից անհրաժեշտ նյութերը համադրվել են կարգապահական խախտման առկայությունը գնահատելու համար եւ կատարվել են եզրահանգումներ։ Լավ, կոնկրետ եթե հարցին։ Այսինքն հարցը ձեր վերաբերում է հետեւյալին, արդյոք կարգապահական վարույթի հարուցման եւ հետագայում բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու փուլում հաշվի են առնվել միայն եվրոպական դատանի որոշումը, թե լրացուցիչ իրավական մեկնաբանություններ կամ վերլուծություններ են կատարվել։ Հարցը սա է։ Այսինքն այն է, թե արդյոք դուք բացի եվրոպական դատանի որոշումից, դուք ասում եք խախտել է 231 կետ 2 հոդվածի առաջի օրինակ մասը, չէ՞։ Այդ առաջի մասով նախատեսվում է վարույթ ընդունելու հիմքերը, 4-5 հիմք է, նոր հանգամանքից սկսած մինչև դատական սխալը, որը հետևանքներ առաջացրել։ Հիմա դուք ստուգել եք այդ հետևանքները, այդ դատական սխալ բացակայում էր վերաքննչի որոշման մեջ, որ վճռաբեկը վարույթ է ընդունել, թե իրականում առկա էր այդ դատական սխալը եւ հիմնավոր էր ըստ էության վարույթ ընդունելը։ Թե ընդհանրապես այդ հարցին ես ոնց հասկացա նախորդ օրինակ ձեր ներկայացուցիչից, որ դա ընդհանրապես կարևոր չէ իրականում
ընդունենք վերաքննիչ դատանի որոշումը հիմնավոր է թե հիմնավոր չի, վճռաբեկինը հիմնավոր է նյութաիրավական առումով թե հիմնավոր չի, կարևորը այն է, որ չպետք է վարույթ ընդուններ։ Լավ կարճ ասենք, բացի Եվրոդատանի որոշումից դուք ձեր վերլուծություններն էական համարում եք, թե չէ։ Սա ընդհանուր հարց։ Մենք հիմքում դրել ենք մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշման արտահայտված հիմքերը եւ որևէ կերպ մի այդ որոշումը կասկածի տակ չենք դրել։ Հետո մնացածին մենք արդեն կանդրադառնանք։ Հաջորդ հարց։ Տեսեք, երկու նորմ եք կոչել, որից մեկը վերաբերում է վերադարձին, չէ, վերադարձի ժամանակ վարույթ ուրեմն կրկին ներկայացնելու ժամանակ տրամադրելուն, մյուսը վարույթ ընդունելու հիմքերին։ Ասում եք, այս երկու նորմերը դատավորը խախտել է։ Իսկ օրինակ խախտել է, որովհետև այդ նորմերով արգելված է վերադարձնելուց հետո եթե ժամանակ չի տրամադրվում, երկրորդ անգամ բողոք ներկայացնելը։ Կարող եք նշել որևէ այլ նորմ, գոյություն ունի արդյոք այլ, որով այդ ուղղակի արգելքը նախատեսված է երկրորդ անգամ բողոք ներկայացնելու արգելքը։ Դե մենակ այս երկու նորմերն են, որոնք ձեր կարծիքով արգելում են երկրորդ անգամ բողոք ներկայացնելը։ Հարգելի խորհուրդ, հստակ միջնորդությամբ սահմանված են, թե ինչ նորմերի խախտում է վերագրվում դատավորին եւ այդ երկու նորմերի խախտումն է վերագրվում դատավորին, ինչպես նաեւ մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի համապատասխան նորմերը։ Դրանից բացի որևէ այլ նորմի վկայակոչման անհրաժեշտություն չենք տեսնում այս բանը։ Շատ լավ։ Լավ, այդ դեպքում եթե օրինակ այդ երկու նորմերով ըստ էության արգելվում է երկրորդ անգամ կրկին անգամ բողոք ներկայացնելը, ինչու է 2007 թվականին կատարվում օրենսդրական փոփոխություն, որով հստակ սահմանվում է կրկին անգամ բողոք ներկայացնելու արգելքը։ Իդեպ այդ նախագծի հեղինակը հենց կառավարությունն էր, զեկուցողներ արտարդատության նախարարը։ Ինչու եք նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել եւ օրինակ փոփոխություն կատարել 231.1 հոդվածի 4 մասում, ավելի շուտ լրացում կատարել եւ ասել ուրեմն սահմանելով որ առանձնահատկություն ուզում եք ճշտել նպատակը, թե կոնկրետ այդ նպատակը հետապնդող անձի մտքերը, ինչն է։ Եթե արդեն իսկ արգելք կար երկրորդ անգամ բողոք ներկայացնելու, ես ուզում եմ ճշտել նպատակը ինչու է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, օրենսդիրնել ըստեյության փոխելու օրենքը եւ ուղղակիորեն սահմանելու, որ երկրորդ անգամ բողոք չի կարող ներկայացվել վերադարձնելուց հետո։ Օրենքի փոփոխությունների նպատակները հիմնավորումները համապատասխան այդ կայքերում կամ ընդհանրապես ամենայն դեպս տևեր կան, որ լինում են, ճիշտ է հիմնավորումները։ Ճիշտ է, ծանոթացել եք։ Ծանոթացել եմ, որևէ բառ այս մասով չի։ Հաջորդ հարցը անում է դատանում։ Հաջորդ հարցը։ Ինչու է անում։ Որովհետև արդեն դուք ծանոթ եք դրան, հիմա ինչ պատասխանի 2008 թվականի ասում եք ես տեսել եմ ոչ մի բան չկա։ Հաստատքի հիմնավորումներ տեսել եմ ոչ մի բան չկա։ Նշված չի թե ինչու է փոփոխություն արվում։ Ես հիմա լիազոր ներկայացուցիչն եմ իմ դիմաց եւ ուզում եմ հետաքրքրվեմ։ 2008 թվականի փոփոխության հիմքերի մասին ծանոթ եք։ Հիմքերին ծանոթ եք։ Արգելի խորհուրդ, եթե կարելի է հայտարարության կարգը ոչ թե ծանոթ եք, թե ծանոթ չեք։ Ծանոթ ենք։ Ծանոթ եք հիմքերին, թե ինչի է։ Հիմնավորումներին այնքանը որքանով հրապարակված են, որ ծանոթացել է պարոն Ամիրխանյանը ազգային ժողովի կայքում հրապարակված, ծանոթ ենք նաև մենք։ Բայց եթե թույլ կտա խորհուրդը, իմ եւ պարոն Դադունցի լիազորությունները սույն միջնորդության քննության ընթացքում եւ սույն նիստերի դահլիճում բացառապես սահմանափակվում են դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լիազոր մարմնի լիազորությունների եւ նրա անունից ներկայացուցչություն իրականացնելով եւ մենք այստեղ կառավարության ներկայացուցչություն չենք իրականացնում։ Շնորհակալություն, ձեր հաջորդ հարց։ Այդ ձեր կարծիքով դուք, չգիտեմ, ձեր լիազորությունները սահմանափակված են, դուք կառավարության եւ նախարարության ոնց հասկանում եմ ներկայացուցիչները չեք։ Առայժմ եմ հարգելի խորհուրդ, առանց մեկնաբանությունների եթե հարց ունեք տալիս եք թե մեկնաբանություն ես կրկնեցի ասվածը։ Պետք չի կրկնել որևէ բան պետք չի կրկնել։ Ձեր հարցը կրկնում եք, չեք կրկնում։ Ձեր հետևություն պետք չի անել պատասխանից։ Պատասխանից հետևություններ անելու ժամանակն ունենալու եք ձեր եզրափակիչ ելույթում։ Դա արդյոք չի խոսում այն մասին, որ եթե նման օրինակ ձեր դիրքորոշումն է պարզապես ուզում իմանալ, եթե օրինակ նման օրենսդրական նախաձեռնությամբ նախարարությունը հանդես գալի օրենսդիրներ փոփոխություն է կատարում, ուղղակի արգելք է նախատեսում, որ երկրորդ անգամ բողոքը բերելու իրավունքը սահմանափակվում է։ Չի բխում արդյոք դրանի չի հետևում, որ ըստ էության
Մինչ այդ նման սահմանափակում չկար եւ օրինակ չգիտեմ լիազոր մարմինը խնդիր է տեսել նման պրակտիկայի մեջ եւ փորձել է ըստ էության օրենսդրական կարգավորման միջոցով այդ խնդիրը շտկել, արգելել երկրորդ անգամ բողոք ներկայացնելու անձանց իրավունքը։ Հարգելի խորհուրդ, հարցի վերաբերյալ լիազոր մարմնի դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի իմաստով լիազոր մարմնի սպառիչ դիրքորոշումները արտահայտվել են գործընկերներիս կողմից նախկինում, ներկայացուցիչների կողմից ավելացնելու ոչինչ չունեմ, նախորդ հարցադրմանի պատասխան վերաբերելի ամբողջ տեղեկությունները արդեն հայտնեցի, ավելացնելու ոչինչ չունեմ, քան այն, ինչ նախորդիվ ասվել է։ Շատ է։ Տեղյակ եք, որ Սահմանադրական դատարանը այդ օրենսդրական փոփոխությունները, որը վկայակոչեցի 2007 թվականին կատարված ապրիլին եւ նոյեմբերին, որը վարկելեց երկրորդ անգամ բողոք ներկայացնել է, Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական են ճանաչվել։ Այո, Եթե ձեր կարծիքով ինչն է հակասահմանադրական ճանաչվել, նորից կասեք։ 2007 թվականի ապրիլի 7-ին ընդունված օրենքը, ինչպես նաև նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։ Այո, տեղյակ ենք։ Եթե օրինակ ձեր կարծիքով բացի այդ նորմերից եւ Սահմանադրական դատարանը իր որոշման մեջ ասել է, որ չպետք է արտադատականության իրավունքը ուրեմն սահմանափակվի բողոք բերած անձի, որքան ցանկանա ոնքով նախտեցված ժամկետում պետք է հնարավորություն ունենա բողոք ներկայացնելու։ Եթե օրինակ բացի այդ երկու նորմից այլ արգելք լիներ բողոք ներկայացնելու համար, ձեր կարծիքով Սահմանադրական դատարանը այդ նորմերն էլ հակասահմանադրական չէր ճանաչի։ Հարգելի խորհրդին միջնորդության քննության շրջանակներում սահմանադրական արդարադատության առարկայի վերաբերյալ հնարավոր ենթադրություններ անելու հնարավորություն եւ իրավասություն արդարադատության նախարարի ներկայացուցիչները չունեն եւ մենք այն կարգավիճակում չենք գտնվում, որպեսզի կարողանանք նման հիպոթետիկ ենթադրություններ անենք։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանի որոշմանը եւ սույն գործի նկատմամբ դրա կիրառելիությանը, միջնորդությամբ դրան անդրադարձ արված է եւ սահմանադրական դատարանի որոշման ընդհանրական, այսինքն սահմանադրական արդարադատություն իրականացնելու շրջանակներում արտահայտված դիրքորոշման վերաբերելիությունը եւ կիրառությունը սույն գործի հանգամանքների նկատմամբ մանրամասն վերլուծված է որոշմամբ, որը վստահ եմ խորհուրդը ինչպես նշվեց ծանոթ է նաեւ դատավորը ներկայացուցիչը, նիստը չեմ ծանրաբեռնի դրանով։ Հաջորդ հարցում եք, պարոն Ամիրխան։ Այո։ Խնդրեմ։ Գործի քննության, պարբերական գործի քննության ընթացքում ասել եք, որ օրինակ դատական պրակտիկայի ուսումնասիրություն չեք կատարել եւ չեք ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք բացի այս խնդրահարակա որոշումից, որը երկրորդ անգամ վարույթ է ընդունվել, մի հետն էլ խախտում էր արձանագրել, արդյոք նման դատական պրակտիկա ընդունված գործելավոճ կար, թե ոչ։ Դուք ասել եք, որ նման ուսումնասիրություն նախկինում չեք արել։ Այ որ բացառում դատական խորհրդի որոշմամբ արձանագրեց, որ կա նման գործեր, դրանից հետո ուսումնասիրություններ կատարել եք, թե ոչ։ Հարգելի խորհուրդ, ինչպես խորհուրդը նիստը նախագահի հարցին սկզբից նշվեց, պատասխանատվությունը որևէ կերպ մեղմացնող կամ բացառող հանգամանքներ չեն արձանագրվել։ Ամեն դեպքում ուսումնասիրություն, պրակտիկայի ամփոփում, նման թե անունը ինչ կդրվի, ընդհանրապես որևէ ուսումնասիրություն նման օրինակ գործերի վերաբերյալ կատարվել է ձեր կողմից, թե ոչ։ Արդարադատության նախարարություն դատական պրակտիկայի ամփոփման լիազորություն հարգելի խորհուրդ չունի, դրա համար չենք իրականացրել։ Հատուկ ուսումնասիրություն չեք արել, կարճ ասած։ Ուսումնասիրություն չենք իրականացրել, իսկ որոշման կայացմամբ ըստ էության մեր համար այդ վարույթը ավարտված էր, հետևաբար վարույթի շրջանակներում գործողությունները այլևս իրավասու չէին կանել։ Շատ լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործի քննության ընթացքում մի հատ արձանագրել է իր դատական ակտով, որ ըստ էության լիազոր մարմինը չի ներկայացրել համապատասխան դատական պրակտիկա։ Եվ եթե ներկայացվեր, այսինքն ամբողջ վճռի բովանդակությունից դա է հետևում, որ մի հատ կարևորում է դուք չեք ներկայացնում։ Եթե ներկայացնել, բնականաբար կընդունվեր այլ դատական ակտ։ Կարող եք ասել ինչու չի ուսումնասիրվել եւ չի ներկայացվել, եթե հատկապես դուք ըստ էության նման բան ներկայացվել է միեդի կողմից։ Հարգելի խորհուրդ, ինչպես արդեն նշվեց, իմ եւ գործընկերոջս լիազորությունները սույն նիստի ընթացքում սահմանվում են բացառապես դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված լիազոր մարմնի ներկայացուցչություն իրականացնելու գործառույթներով։ Դուք նկատի ունեք Եվրոդատարանի միջև որոշում կայացնելը, թե այդ որոշում կայացնելուց հետո ուսումնասիրություն։ Միջև որոշում կայացնելը։
Մարտիրոսյան եվրոպական դատարանը պահանջել է համապատասխան պրակտիկա, չի ներկայացվում։ Ում գործով։ Մի վարքան Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով։ Ամիրխանյան ընդդեմ Հայաստանի գործ։ Շատ լավ։ Տեղեկություն ունեք, որ նման ուսումնասիրությունների ժամանակ արվել է կամ ինչի չի արվել։ Մեր լիազորություններին չի առնչվում այդ մասով տեղյակ չենք։ Շատ լավ։ Եվ իրեւ այդ ժամանակաշրջանում Արտադրության նախարարն էր ուրեմն ներկայացուցիչ Միեդում, այդ իսկ պատճառով Արդեն ընթացքում պատասխանեց, որ տեղեկություն չունեն, ձեր հաջորդ հարց։ Թույլ կտաք հայտարարություն կարգվարկելի խորհուրդ։ Հա, խնդրեմ։ Ուղի ներկայացուցիչը սխալվում եմ, բայց եթե չեմ ցավ Արտադրության նախարարը չէր մեկ, երկրորդ ամեն դեպքում մենք այստեղ կրկնում եմ դատական օրենսգիր 20 հնարական օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորություններով ներկայացուցչություն ենք իրականացնում։ Մենք այդ արդեն լսել ենք, շնորհակալություն նորից հաստատելու համար։ Հիմա ձեր հաջորդ հարցը տեղականն է, ոչ ուղեք, ոչ արձագանքեք։ Հարց տալիս ենք, հարցի պատասխան անցնում ենք առաջ, շնորհակալություն։ Շատ լավ։ Հիմա օրինակ եւ որ իմացեք, որ նման որոշումներ մի քանի հատ այն էլ ոչ թե մի հատ կա, դուք օրինակ համաձայն եք այն դիրքորոշմանը, որ պաստորեն դա սովորական գործելակերպ է վճռաբեկի դատարանում, եթե մի քանի որոշումներ կան, որոնք վերադարձնելուց հետո առանց ժամանակ տրամադրելու վերադարձնելուց հետո կրկին ներկայացված բողոքը վարույթ է ընդունվում, հետեւաբար դա սովորական գործելակերպ է, համաձայն եք թե ոչ։ Հարգելի խորհուրդ, ինչպես նշել եմ, մենք պնդում ենք միջնորդությունը, որը ներկայացված է։ Այլ կարծիք ունենալու դեպքում պարզապես չենք պնդի միջնորդությունը, մենք պնդում ենք միջնորդությունը։ Բայց իմ հարցային չի, դուք պնդում եք թե չէ։ Եթե համաձայն լինեի ձեր հետ, չենք պնդի որոշումը, հետևաբար համաձայն չենք, հետևաբար պնդում ենք միջնորդությունը։ Այսինքն գործելակերպ, եթե նույնիսկ մի քանի հատ որոշում կա, դա չի նշանակում, որ դա դատական պրակտիկա է, սովորական գործելակերպից է բխում։ Ավելացնելու ոչինչ չունեմ, հարգելի խորհուրդ։ Լավ, մյուս հարցը, եթե օրինակ մինչև բարձրագույն դատական խորհուրդ համապատասխան միջնորդություն ներկայացնել իմանանք նման սովորական գործելակերպի գործելավոճի վճռաբեկի դատանի, այսինքն դատական պրակտիկայի առկայության մասին, բան միջնորդություն կներկայացնենք խորհրդին, թե ոչ։ Հարգելի խորհուրդ, մենք այստեղ հիպոթետիկ ինչ-որ ենթադրություններ անելու համար չենք, կամ միջնորդություն քննարկվում է միջնորդությունը։ Նախորդի նիստի ընթացքում գործընկերոջս կողմից վստահաբար հիշում եմ, օրինակ ներկայացուցչին առաջարկվեց, ասեց, եթե ունեք նման պրակտիկա, կարող եք ներկայացնել։ Չներկայացվեց։ Նույնը ներկայացված էր եղել նախկինում բացատրությունը, օրինակ կարող էր դա ներկայացվել, եթե գտնում է ներկայացուցիչը, որ պատշաճ չէ իրականացում, արվեին հետևություններ։ Կրկին ավելացնելու ոչինչ չկա այս մասով։ Հաջորդ հարցը պարոն Ամիրխանյան։ Լավ, դիրքորոշումս հետո կհայտնեմ, հատկապես վերջի արձանագրման մասով։ Այ օրինակ, իսկ տեղյակ եք գետ մեկ որոշման մասին, որով օրինակ վճռաբեկ դատարանը, վճռաբեկ դատարանի որոշման մասին վերադարձի, որով վճռաբեկ դատարանը ասել դե մեկ անգամ վերադարձել եմ, ժամանակ չեմ տրամադրել, շտկում կատարելու համար, այլևս դու իրավունք չունես բողոք ներկայացնես։ Եվ կրկին անգամ վերադարձներ այդ հիմքով։ Նման որոշում ձեզ, այսինքն տեղյակ եք նման որոշման առկայության մասին։ Հարգելի խորհուրդ, գտնում ենք միջնորդության առարկայից դուրս է հարց վերաբերյալ միեդի դիրքորոշումը արտահայտված է, հիմք ենք ընդունում արդյունքների եվրոպական դատարանի որոշման արտահայտված դիրքորոշումը, ավելացնելու ոչինչ չունեմ։ Շատ լավ, հաջորդը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշման մեջ կարևորում է, թե արդյոք վարույթ ընդունելը, երկրորդ անգամ վարույթ ընդունելը վճռաբեկ դատարանի կողմից դա արկաթերություն է եւ ոչ պաշաճ իրականացված արտադարձությունը ուղղելու խնդիր էր լուծում։ Եվ ասում է, որ լիազոր մարմինը ներկայացուցիչը այդպես էլ որևէ փաստարկ չներկայացրեց։ Իսկ դուք օրինակ վարույթը հարուցելիս կամ այս փուլում, չգիտեմ, համապատասխան այդ հարցի պատասխանը ձեր համար ուսումնասիրել եք, փորձել եք գտնել։ Հարգելի խորհուրդ, ավելացնելու ոչինչ չունեմ, քան այն ամենը, ինչ արդեն նույնական հարցերի վերաբերյալ նշել եմ։ Լավ, եթե նկատի ունեք այն, որ նախորդ ներկայացուցիչը ասել է, որ չի ուսումնասիրություն կատարել, հարցս հետևյալն է։ Վերացնելուց հետո ուսումնասիրություն կրկին կատարել եք, թե ոչ։ Հարգելի խորհուրդ, այս հարցով արդեն իսկ դիրքորոշում արտահայտեցի, ավելացնելու ոչինչ չունեմ։ Եվս մեկ անգամ հստակեցրեք, այս որոշումը այդ նկատի ունեք, չէ՞, վերջի որոշման, բադախ որոշման մասն է խոսքը։ Այս որոշումը ամսի 17-ին կայացված որոշումից հետո լրացուցիչ ուսումնասիրություններ կատարվել են, թե չէ։ Հարգելի խորհուրդ,
վերահաստատում եմ մեր դիրքորոշումը առայն, որ կա մարդուրանքների եվրոպական դատարանի որոշումը, որով արձանագրված են խախտումները, հիմք ենք ընդունում այդ խախտումները եւ պնդում ենք միջնորդությունը եւ ավելացնելու ոչինչ այս մասով չունենք։ Ուսումնասիրություններ նոր պրակտիկայի եւ այլնի մասով ամսի 17-ից հետո իրականացնելու անհրաժեշտություն չենք տեսել։ Շատ լավ։ Գտել եք, որ խախտումը կատարվել է դիտավորությամբ։ Եվ որոշման պարզանագրել եք, որ բողոքը վարույթ ընդունելով դատավորը ցուցաբերել է հայցողական լիազորության իրացման օբյեկտիվ սահմաններից դուրս գտնվող կամայականություն։ Ճիշտ եմ հասկանում, որ սա հետևում է, որ վճարեք դատանը իրավունք ուներ բողոքը վարույթ ուներ, բայց դա իր հայցողական լիազորությունն էր, որը իրացվել է կամայականորեն։ Ես հարցը հարգելի խորհուրդ այն է, համաձայնենք այն նախադասության հետ, որը գրված է միջնորդության մեջ, այո, համաձայնենք։ Իսկ հայցողական լիազորությունն է դատան, շատ լավ։ Որոշման պարզանագրվել է, որ մեկնաբանություններ են հնչում, որոնք Գիտեք ինչ է ստացվում։ Հիմա նայեք, հարցը տվել եք, պատասխանը հնչեց, չէ՞։ Հիմա պատասխանը հնչեց, հետո ասում եք այսինքն սենց ու դուք ձեր ընկալմամբ այդ այսինքնով շարունակում եք, թե ինչ պատասխան ստացաք։ Դրա համար այդ այսինքնները թողում ենք հետո, պետք լինի դատական նիստի արձանագրությունը կլսեք, ըստ պատասխանի եզրափակիչ ելույթում այդ այսինքնների շարադրանքը, եթե կուզեք, սահմանված ժամկետում կներկայացնեք։ Հաջորդ հարց։ Որովհետև դուք այսինքնով ինչ-որ բան եք հաստատում, հետո մյուս կողմն ասում է, չէ, ես տենց չի ասել, այսինքնը սխալ է, ես տենց եմ ասել կամ հաստատապես տենց մեկնաբանություններ չենք անում, հարցը տրված է, պատասխանը ստանում եք, անցնում առաջ։ Արգելի խորհուրդ, պարզապես այսինքնով եւ ես ընդհանրապես չէ, ուզում եմ որպեսզի սխալ ընկալում չստեղծվի, որ ես դրանով ինչ որ փորձում եմ ինչ որ մտքեր փոխել եւ սխալ ընկալում չկա, ընկալում այնպեսին է, ինչպեսին որ ձեր կողմից ներկայացվել է հաջորդ հարցը։ Իմ ընկալումը, հաջորդ հարցը, պարոն Երխանյան։ Շնորհակալություն ձեզ, հաջորդ հարցը։ Այն որոշման պարզանագրվել է, որ քանի որ առաջի անգամ ներկայացված բողոքը վերադարձվել է առանց այն կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանելու, հետաբար հետագայում վարույթ ընդունելիս դատարանը գիտակցել է, որ բողոք ներկայացնելու արգելքի գիտակցել է նոր բողոք ներկայացնելու արգելքի սահմանումը։ Որովհետև ներկայացնեք պատճառահետևանքային կապը այս մտքի կպարզաբանեք այս նախադասությունը։ Այո, այս նույն հարցը ես տվել եմ նաև նախորդ դատական նիստերի ընթացքում մեկ այլ ներկայացուցիչ, բայց որևէ պատասխան չեմ ստացել։ Դուք կարող եք պարզաբանել ինչ է նշանակում օրինակ այս նախադասությունը եւ պատճառահետևանքային կապը վերադարձնելի ժամկետ չսահմանելու եւ նոր բողոք ներկայացնելու արգելքի սահմանման միջև։ Այդ պատճառահետևանքային կապը մեր կողմից չի հասկացվում։ Հարգելի խորհուրդ, եթե ձեր թույլտվությամբ ներկայացուցիչը հստակ ձևակերպի հարցը, ես փորձեմ պարզաբանել։ Ցիտում եմ, այո, ես ինքս չեմ հասկանում դրան։ Որոշման պարզանագրումը, քանի որ առաջի անգամ ներկայացված բողոքը վերադարձել առանց կրկին ներկայացնելու ժամկետ սահմանելու, կարող եմ ասել, բայց քանի որ Եթե միջնորդությունն է, ասել կորեջն է։ Միջնորդության մեջ է, միջնորդության տարասի մեջ գնում։ Եթե հետագայում վարույթ ընդունելիս դատարանը գիտակցել է, որ այսինքն խոսքը գնում է դիտավորության այդ բաժնում, եւ ասել եք, որ դիտավորյալը կատարել այս արարքը։ Հետագայում վարույթ ընդունելիս դատարանը գիտակցել է նոր բողոք ներկայացնելու արգելքի սահմանումը։ Այդ մասը պարզաբան է, ներկայացուցիչի համար շատ պարզ չի նշված։ Հարգելի խորհուրդ, դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 4 մասի համաձայն արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։ Ինչպես նշեցի, կա կանխավարկած հայտնի, համաձայն որի դատարանը գիտի իրավունքը։ Այսինքն գիտի հարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը եւ ցանկացած իրավիճակում այդ գործողությունը կատարելուց դրա կիրառելիության եւ չկիրառելիության հարցը պետք է գիտակցի։ Սույն միջնորդության մեջ տվյալ հատվածը, որը մեջ բերված է, հետեւյալն է, որ երբ դատավորի կողմից վճռաբեկ դատարանի կողմից, նույն դեպքում կոնկրետ դատավորի կողմից կայացվել է համապատասխան որոշում
որը բացառում էր հետագայում նման որոշման պայմաններում նոր բողոք վարույթ ընդունել եւ քննություն իրականացնելը, հետագայում նման որոշում կայացնելը եւ այդ խախտումը կատարվել է դիտավորությամբ։ Այսինքն դատողը գիտակցել է, որ առաջին որոշումը կայացնելիս նա զրկված է լինելու հնարավորությունից հետագայում նոր բողոք տվյալ դատական ակտի դեմ վարույթ ընդունելու, սակայն դա կատարել է։ Սրանով է արտահայտված դիտավորությունը, նաև ստացվեց այնպես հարցի շրջանակից էլ դուրս եկա, փորձեցի հիմնավորեմ դիտավորությունը։ Չէ, ոչինչ, ամեն դեպքում պարզաբանեցիք, այլ հարց է հիմա բավարարես թե չէ, այսքանը շնորհակալություն։ Հաջորդ հարց։ Հաջորդ հարց։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ չէ, այսինքն բառը հանուն է։ Արդյոք դուք գտնում եք, որ նորմերը, որոնք դուք կայակոչել եք, որոնք ենթադրաբար որոնց խախտում է թույլ տվել դատավորի կողմից, այնքան որոշակի եւ հստակ են, որ դրանցով հստակ ըստ էության կարող էր այն ընկալումը ձևավորել դատավորի մոտ, որ երկրորդ անգամ վերադարձնելուց հետո, եթե ժամկետ չի տալու, երկրորդ անգամ բողոք չի ներկայացնում իրավունք անձը չունի։ Այսինքն օրենքի որակի տեսանկյունից որևէ կասկած չկա, որոշակի են օրենքները հստակ արգելք նախատեսված այդ հոդվածներով, որոնք դուք ներկայացրել եք։ Եվ հետևաբար դուք գտնում եք, որ կա դիտավորություն, որովհետև դիտավորյալ խախտել է հստակ օրենքը։ Պատասխանի առաջին կետ, այո։ Այո, ամբողջ այո, բայց նաև երկրորդ կետը ուզում եմ ավելացնել, գործընկերոջս կողմից նաև նշվեց, կա ընդունված նորմ, որ այդ պահին ավելի շուտ եղել է ընդունված նորմ, այդ նորմը եղել է ուժի մեջ, այդ նորմի վերաբերյալ մեր կամ այլ անձի որոշակիության, հստակության վերաբերյալ իրավասությունը առկա չէ, այսինքն մենք չենք այս սուբյեկտները ըստ էության, որ պետք է գնահատենք որոշակիությունը կամ հստակությունը, այսքան։ Բայց վերադառնամ առաջին կետին, պարոն Ամիրխանյան, հարգելի խորհուրդ, այո։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, եթե դուք լիազոր այն սուբյեկտը չեք, որ պետք է գնահատեք, թե արդյոք օրենքը ուրեմն հստակ է, թե հստակ չէ, դա նշանակում է, որ այդ հանգամանքը որևէ կարևորություն չունի բարձելու համար, թե արարքը կատարվել է դիտավորությամբ, թե օրինակ անզգուշությամբ։ Հարցը որն է։ Այսինքն այդ հանգամանքը ստացվում է, որևէ նշանակություն չունի արարքի, այսինքն մեղավորությունը բարձելու համար, դիտավորությամբ է, թե կատարել թե անպուտությամբ է կատարվել արարքը։ Այսինքն եթե իրանք չեն բարձում, թե օրինակ օրենքը վստահ է, թե չէ, այդ հարցին ընդհանրապես չեն անդրադառնում։ Հետևաբար, բարձելու համար դիտավորությամբ արվել թե չէ, այդ հանգամանքը որևէ նշանակություն չունի, ճիշտ եմ հասկանում։ Թե օրենքը ճիշտ է հասկացել, պարոն Ամիրխանյան։ Հարգելի խորհուրդ, մեր համար հստակ է։ Մեր համար հստակ է։ Կա նորմ, մենք իրականացնում ենք իրավա կիրառում։ Դրա իրավական որոշակիության համապատասխանել չհամապատասխանելը, դրա սահմանադրականությունը ընդհանուր առմամբ սահմանադրական արդարադատության առարկա է, որը ոչ մենք եւ ամենայն արգելքը ոչ էլ խորհուրդը չի իրականացնում։ Հաջորդ հարց։ Գիտենք, որ մենք էլ չենք կարող։ Իսկ օրինակ նման դեպքում, երբ որ դուք ասում եք, որ ձեր համար հստակ են շատ այդ արգելքը, ինչպես կմեկնաբանեք մի այդ որոշման Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի որոշման 33-րդ կետը, որտեղ ուղղակիորեն նշում է մի այդ նախքան վճարեք բողոքելու իրավունքի հետ կապված փոփոխությունները, երկրորդ անգամ այդ վճարեք բողոք բերելու արգելքի կանոնները բավականաչափ հստակ չեն եղել։ Ինչ կարծիք ունեք մասին։ Հա, դիրքորոշում, այսինքն իրենք ըստ էության ոնց հասկացա, ուզում եք դիրքորոշում հայտնել մի այդ որոշման, հիմա պետք է վերլուծություն անեն, որ ձեր հիմա դուք ուզում եք պատասխանել, թե ինչ կարծիք ունեն մի այդ որոշման 31-րդ կետի մասին, 37-րդ կետի մասին։ Հա, ինչ կարծիք ունեն այդ կետի մասին, թե ինչ կարծիք ունեն այդ հակասության մասին երկու օրինակ։ Հակասության, այսինքն որ մի դա ասում է, որ որոշման 37-րդ կետի մասին ինչ կարծիք ունեք, ինչ կարծիք պետք է ունենա, որտեղ ըստ էության հակառակ մոտեցումը այդ մոտեցումների ենթադրյալ հակառակ լինելու մասին դիրքորոշում ունեք, թե չէ, մի այդ
դիրքորոշման 37-րդ կետի, մեկ էլ ըստ համենայն դեպս պարոն Ամիրխանյանի ձեր կողմից ներկայացված իրավիճակի հետ կապված։ Հակասություն տեսնում եք թե չէ եւ Հարգելի խորհուրդ, հակասություն չենք տենում, դադար եղավ հարցից հետո, որտեղ մասնագիտական հետաքրքրությունը դրթեց ստիպված նայել, բայց գլոբալ մենք Դեստեղ մենք մասնագիտական հետաքրքրություն բավարարելու համար չենք հավաքվել, մենք ստեղ հավաքվել ենք կոնկրետ հարցը քննարկելու եւ առաջ տանելու, գայթակղությունները պահեք։ Հարգելի խորհուրդ, Մարդույանքի Եվրոպական դատարանի որոշման մեկնաբանություն իրականացնելու լիազորություն մենք չունենք։ Մենք առաջնորդվում ենք նրան, որ միեդը արձանագրել է խախտում եւ հիմք ենք ընդունում դա, բայց նաեւ նկատի ունենալով ներկայացուցչի վկայակոչած կետը 37-րդ կետը որոշման, ամեն դեպքում գտնում ենք, անկախ ամեն ինչից, որ այդ կետի արկայությունը եւ միեդի նման մեկնաբանությունը չի բացառում մեր դիրքորոշումը։ Լավ, այդ դիրքորոշումը, միեդի դիրքորոշումը մեկնաբանելու իրավունք չունեք, բայց դուք ստեյցիան վարույթի հարցման որպես առիթ դիտել եք դա ու ասում եք ուսումնասիրել ենք դրանով արձանագրված խախտումները, պատճառները եւ այլն։ Օրինակ դիտավորության մեղքի ձևը ընտրելիս, որ ընդդում եք կատարել ձեր միջնորդությամբ, որ դիտավորությամբ է խախտում արել։ Օրինակ հաշվի առել եք այս միեդ արձանագրումը, թե ոնց հասկացա նոր եք դուք, այսինքն ձեր համար անծանոթ էր սա։ Մենք տվյալ դեպքում հաշվի ենք առել օրինակ մի այդ վճռի 39-րդ բարբերության նախավերջին Ներողություն, այն ինչ որ հաշվի են առել այդ միջնորդության մեջ չկա գրած, պարոն Ամիրխանյան։ Ոչ։ Որը վերլուծություն չկա մի այդ վճռից օրինակ, թե ինչ հոդվածները վկայակոչվեց, ասում են խախտում է արձանագրել միեդը, հետեւաբար Հիմա մենք միեդի քանի կետ ունի այդ որոշումը։ Չեմ կարող ասել։ Ես կասեմ։ Օրինակ 54 առնվազն։ Հիմա 54 կետին հերթով մենք պետք է անդրադառնանք, թե նախարարությունը որ կետին ուշադրություն դարձել, որին չէ, կամ որն է հիմք ընդունել, որը չէ։ Ինչ որ հիմք ընդունել միջնորդության մեջ նշված է, որը որ դուք գտնում եք, որ պետք է հիմք ընդուներ, որը կարող է իրական նշանակություն ունենալ, ձեր դիրքորոշման մեջ կներկայացնեք։ Հիմա մենք վերցնենք, թե որ որոշման մեջից ինչն է հիմք ընդունել են ու ինչի հիմք չեն ընդունել, այդ ոնց որ թե այդքան նպատակահարմար չի։ Ակտիվ խորհուրդ, ես սա նպատակ չունեի բոլոր 54-ը վկայակոչել հիմա, Ես պայմանական օրինակ եմ համարել եւ ուզում եմ իմանալ միգուցե հիմք են ընդունել, բայց տեղ չի գտել այդ որոշման միջնորդության մեջ։ Հարցի ամբողջ իմաստը դրանում էր կա։ Կա Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշման մեջ մի դիտարկում, որ պատահմամբ չի ներառվել ձեր միջնորդության մեջ, որը կուզեիք տեղավորվել կամ ներառվել։ Հարգելի խորհուրդ, միջնորդության մեջ բարձր ամբողջությամբ չենք պատճենահանելու մի դի վճիրը կամ իր մտքերը, բայց օրինակ ես կարող եմ մեջբերել 39-րդ բարբերության նախավերջին նախադասությունը մի այդ վճռի, որը ասում է, որ վճռաբեկ դատարանը այս գործով պարզապես կայացրել է նոր որոշում, ընդ որում առանց որևէ իրավական հիմքի, այսինքն հստակ նշել է, որ դատարանը առանց հիմքի որոշում է կայացրել երկրորդ անգամ բողոքի վարույթ ընդունել։ Շատ լավ։ Երևի պատասխանեցին պարոն Ամիրխանյան ձեր հարցին։ Հաջորդ։ Որոշմամբ կատարել եք հետևել պնդումը։ Դատայի բացատրությամբ դատական պրակտիկայի վկայակոչումը ամենևին չի բացառում դատավորի կամայական եւ օբյեկտիվ հիմքերից զուրկ տարբերակման արդյունքում վճռաբեկ բողոքները վերադարձնելու եւ հետագայում վարույթ ընդունելու միջոցով դատավարական նորմերի պահանջների դիտավորյալ խախտման առկայությունը։ Կարող պարզաբանել ինչ է սա նշանակում է ձեր միջնորդության, այսինքն լինուին բաժնում դիտավորությամբ կատարված լինելու հիմնավորումներում արկա մի հատ պարբերություն է, որ էլի նախորդ ձեր լիազորման ներկայացին հարցս ուղեցի եւ պարզաբանում այդպես էլ չստացա։ Դուք կարող եք պարզաբանել։ Հարգելի խորհուրդ, դա նշանակում է, որ անգամ եթե կա նույնական մեկ այլ վճիռ, դա չի նշանակում, որ այդտեղ նույնպես խախտում արկա չէ։ Եվ ճիշտ եմ հասկանում, որ երկրորդ հարցը հստակեցնող չէ, որ ստեյցիան համաձայն չենք վճռաբեկ մի հետ այն դիրքորոշման հետ, որ վերջինս կարևորել է դատական պրակտիկա, այսինքն գործելավոճի, սովորական գործելավոճ լինել չլինելու հարցը, բայց դուք չեք կարևորում։ Հարգելի խորհուրդ, մենք կարևորում ենք մարդու իրավունքները Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասի եւ առաջի արձանագրության առաջի հոդվածի խախտումները։ Հարգելի խորհուրդ, ես այլևս հարցեր չունեմ։ Շնորհակալություն ողջույն։ Բայց դուք ունեք հարցեր, պարոն Անդոն։ Պարոն Անդոնյանը նույնպես հարցեր չունի, հիմա
ցանկանում եմ հարցեր չունեք, բայց շարունակում ենք։ Լավ, հետո միջնորդության քննության հետ կապված ուզում եմ հենց քանի վերջի հարցը հենց դրան էր վերաբերում այդ փաստաթղթերը դատանի որոշումները պահանջելու միջնորդության մասով ուզում եմ նաև շարունակել, որ հենց սրանով է կարևորվում, որ Մարտին Եվրոպական դատանը իր որոշմամբ Ամիր Խայանն ընդդեմ Հայաստանի որոշմամբ հենց կարևորել է արդյոք Ջրաբեկ դատանը նման գործելավոր սովորական գործելավոճեր նման դատական պարտքա ունի, թե սա ինչ որ մեկ դեպք է, որով եւ ասել է, որ ռեժ ջուդիկատա սկզբունքին բացառություն կարող է արվել, այն դեպքում, եթե հիմնավորվի, որ սա սովորական գործելավոճ է։ Իսկ միեդը ինքը եւ որ խախտում է արձանագրել, դա կարեւորել է, ասել է, սա շատ կարեւոր հարց է։ Այո, դու չհիմնավորես, դա խախտել ես։ Հիմա բարձրակարգ դատական խորհուրդի որոշմամբ ասել է կան որոշումներ։ Հիմա քանի որ կան որոշումներ, մենք միջնորդել ենք քիչ, այո, բայց կան եւ միջնորդել ենք, որպեսզի այդ որոշումները մեզ տրամադրվեն, որովհետեւ դրանք շատ կարեւոր են մեր իրավունքների պաշտպանության, արդյունավետ կազմակերպման համար եւ մեր դիրքորոշումները ամբողջականացնելու համար։ Այսքան։ Շատ լավ։ Գրեթե ձեր միջնորդությունն ամբողջությամբ ներկայացրեցիք ոնց որ թե, բայց հիմա մի քանի արձանագրումներ անենք, հետո նոր անդրադառնանք ձեր միջնորդություններին, ձեր միջնորդության այդ փաստաթղթեր ստանալու հետ կապված։ Հիմա պետք է արձանագրել, որ նախարարության ներկայացուցիչներին հարցեր տալու փուլի մեջ ենք եւ հարգելի խորհրդի անդամներ հարցեր ունենք նախարար ներկայացուցիչներին, որպեսզի այս մասն էլ ավարտենք, չունենք հարցեր, խորհրդի անդամները հարցեր չունեն նախարարության ներկայացուցչին, հաջորդ փուլը մեզ մոտ հետևյալն է, պետք է տեղի ունենա պատասխանողի դիրքորոշման ներկայացում, որից հետո ներողություն պատասխանը պարոն Ամիր Խանյանի կամ պարոն Անտոնյանի կողմից դիրքորոշման ներկայացում ու հարցեր պատասխաներ գրեթե նույն ընթացակարգով։ Հիմա հետևյալ հարցը, ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար ձեզ անհրաժեշտ է, որպեսզի այդ փաստաթղթերը ստանաք, հիմա այդ փաստաթղթերին կանդրադառնանք։ Այսինքն ձեր դիրքորոշումը ներկայացնելու համար կարևոր է տվյալներ, նոր տվյալներ ստանալ։ Ճիշտ ենք հասկացել։ Այո, հարգելի խորհուրդ, ինչպես նաև խնդրենք, որ պատասխանեն մեր հարցման, այսինքն փաստաթղթերը վերջիններս իրենց մոտ են կարող են տրամադրել, թե ժամանակետել, որպեսզի այդ փաստաթղթերը նույնպես տրամադրեն։ Շատ լավ, դե մենք չգիտենք այդ ինչ եք իրար այդ գրագրությանը ծանոթ չեք վերջին 24 ժամվա, ինչպես որ մի քիչ առաջ ասվեց։ Ամեն դեպքում հիմա դուք ձեր պատրաստակամությունը հայտնում եք ներկայացված հարցմանը, դուք ինքներդ պատասխանեք եւ եթե ունեք արդեն պատասխանը ներկայացնեք։ Մի հատ այդ մասը անցնենք, հետո Ուզենք գրավոր պատասխանային։ Նո, պես այդ մասն կարգավորենք։ Հարգելի խորհուրդ, իրականում կարծում ենք, որ այն հարցումը, որը մեզ որպես նախարարությանն ուղղված հարցում է ներկայացվել, դա բովանդակային առումով պետք է քննարկվի այս նիստում, եթե դատավորը գտնում է, որ դա առնչվում է այս վարույթին։ Ներողություն, ինչի մասին է, կարող ենք մենք էլ իմանալ։ Ես թղթային չունեմ, պարոն Ամիր Խանյան, կարող ենք մենք իմանալ ինչի մասին է։ Դրցեմ կարող եմ։ Որտեղ ի վերջո պատրաստում եք բերեք ստեղ, էլի չիմանանք ինչի մասին։ Կարող եք տրամադրել կամ ընթերցենք բոլոր խորհրդյան։ Չէ, ընդհանուր բովանդակություն մի հատ իմանանք, էլի ինչի մասին նախարարությունից։ Կարող մենք ունենք գործում։ Չէ, դժվար։ Չնայած ինչ որ ունենք դուք գիտեք, նորություն չկա գործում, բացի վերջին ժամանակներս խորհրդի կողմից իրականացված գործառույթների ասել։ Շատ լավ։ Ուրեմն խնդրարկվել է տեղեկություն տրամադրել դատական օրենսգիր սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածում 2020 թվականին կատարած փոփոխությունից հետո մինչև 22 թվականը քանի կարգապահական վարույթ է հարուցվել 2022 թվականի դատական զույգ փոփոխությունների լրացումներ կատարելու մասին թիվ 333-ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից սկսած քանի կարգապահական վարույթ է հարուցվել օրենքի ուժի մեջ մտնելու պահին նախորդող 15 տարվա ընթացքում կայացված մի այդ վճիռներով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իմ դիմումը դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերի
հարցերի հանձնարարություն վերահասցրելու հիմնավորումներում վկայակոչվել էր Բարձրագույն դատական խորհրդի 041121 թվականի որոշումը, որի փաստական հանգամանքներից հետևում է, որ Արտադրության նախարարը կարգապահական վարույթ է գործել մի գործով, ուր հանդիսացել էր դատավարական կողմ եւ Բարձրագույն դատական խորհուրդը այս հանգամանքը դիտել որպես դատական ակտի բողոքարկման ձև։ Մինչդեռ մի այդ վճռի հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հարցով Արտադրության նախարարը չէր կարող դատավարական կողմ անցնել, այս առումով Բարձրագույն դատական խորհուրդում, այո, այս երրորդը արդեն վերաբերում էր, առաջի երկրորդ այսինքն բաներն էին, որ Ամենայնպես այդ մենք դիտարկում ենք, որ պահանջել եք նախարարությունից հիմնականում է ճշտենք հասկանանք ու խորհուրդը այն տեսանկյունից է ճշտում, ուղղակի ժամանակի խնայողության տեսանկյունից, որովհետև այդ փաստաթղթերը կամ որևէ տվյալներ ստանալ էական նշանակություն ունի գործով չունի, մենք այս բանը չենք քննարկում, որովհետև նման միջնորդություն նաև չունենք։ Ամեն դեպքում որպես բարի կամքի դրսևորում փորձում ենք քննարկենք։ Հիմա ներկայացվել է ձեզ տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ գրություն։ Կկարողանաք օրերի մեջ տրամադրել այդ տեղեկատվությունը, որպեսզի հնարավոր լինի նաև կողմը երևի թե իրան անհրաժեշտ է, այդ անհրաժեշտը ինչով է հիմնավորված, այդ մենք չենք քննարկում։ Սա ինչի նախաբանով այսպես ասացի, որովհետև դուք ասում եք այս գործով էական նշանակություն ունեցող նիստին պետք է պարզենք, դրա համար միանգամից ասացի։ Հարգելի խորհուրդ, ես կարող եմ երաշխավորել, որ առավելագույն պատշաճ ջանասիրություն կիրականացնենք, հնարավորինս շուտ, այո, այդ թվում օրերի ընթացքում պատասխանելու համար, բայց նախապես ասեմ, որ այստեղ հարցման մեջ կա տեղեկությունների այնպիսի բնույթ։ Բավարարվենք այդքանով, թե այդտեղ տեղեկություններ կլինեն, կարող գաղտնի տեղեկություն լինի, կարող տեղեկություն լինի, որ չեք տիրապետում, այդ արդեն հարցի մյուս կողմն է, կարևորը, որ ներողություն, պարոն Անտոնյանի խնդրանքով ոնց որ գրավոր պատասխանելու անհրաժեշտություն ուներ, դրա համար փորձեցինք ճշտել, պատասխանը գրավոր հնարավորինս սեղմ ժամկետով։ Ձեզ երաշխավորվեց, որ կներկայացնի։ Անհատական տվյալներ չենք ուզում, զուտ քանակականի մասին է խոսքը։ Շատ լավ։ Այսպես ասած ուղղակի թվեր, եթե կարելի է անունը այդպես տնել։ Ամեն դեպքում դուք այդ ձեր միջև կոմունիկացիան կամ կշարունակեք կամ ինչ-որ մի տեղում կավարտվի, շնորհակալություն։ Հիմա ինչպես հասկացանք այդ հանգամանքները, որը որ դուք ուզում եք պարզել, գտնում եք, որ այդ փաստերն էական նշանակություն ունեն սույն հարցի քննության համար եւ դրանք ձեզ անհրաժեշտ են ձեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար։ Հիմա առաջարկում եմ, որպեսզի մի փոքր հստակեցնեք, որովհետև դուք ձեր միջնորդությամբ, որը որ վերնագիրն է, ձեր միջնորդությամբ ընդամենը ցիտել եք այլևս վերացված փաստ է, այլևս վերացված որոշումից մի հատված։ Հիմա ի վերջո ձեր միջնորդությունը փաստաթղթեր տրամադրելու վերաբերյալ մի փոքր հստակեցրեք, ես ու փորձենք կարգավորել, որովհետև ունենք առաջնային, ասեմ երկու տարբերակ, կամ ուզում եք փաստաթղթեր, որը գործում են, մենք տալիս ենք ձեզ, ասում ենք վերցրեք ծանոթացեք, որպես պրակտիկայում ընդունված նաև իրավիճակ, կան փաստաթղթեր, որոնք որ մենք էլ չենք տիրապետում, դուք փորձում եք ստանալ այն պետական մարմնից կամ որևէ մեկից ստանալ, բարձր չստանալու, չստացվելու հետևանքներն է շարունակությունն էլ մեր դատավարական օրենսդրությամբ նախատեսվածը, կարծում եմ դրանով ծանրաբեռնելու անհրաժեշտությունը չկա, դուք էլ իրավաբան մասնագետ եք, փաստաբան եք։ Հստակեցրեք, անցնենք առաջ։ Հստակեցնեմ, ուրեմն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել էր խախտում, 6-րդ հոդվածի խախտում։ Եվ այդ ակտը դրվել է սույն կարգապահական վարույթի հարուցման հիմքում, որպես առիթ էր օգտագործվել։ Նույն այդ դատական ակտով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, երբ որ խախտում էր արձանագրում, մի քանի հանգամանքներ է կարևորել, որի մի քանի հարցադրումներ է արել կառավարությանը, որի պատասխան չի ստացել եւ արձանագրել է, որ քանի որ այսինչ կամ այնչ հանգամանքը չապացուցեցիք, հետեւաբար ես գտնում եմ, որ կա խախտում։ Այդ հանգամանքներից մեկը հենց 36-րդ կետը, երբ որ ընթերցում ենք նույն դատական ակտի, ինչ է ասում։
Եվ որ խոսում է այս ուրեմն դատական պրակտիկա, ասում է կառավարությունը չի երրորդ անգամ վարույթ ընդունելու իրավաչափ, երրորդ անգամ ներկայացած բողոքի վարույթ ընդունելու իրավաչափության մասին, ասում է կառավարությունը չի մատնանշել նաև որ այդ իրավունքը բխել է որևէ ընդունված գործելակերպից։ Կառավարությունը նաև չի ներկայացրել թվեր ժամանակվածին վերաբերող ներպետական որոշումների օրինակներ, որոնք ցույց տալու համար, որ սույն գործով տեղի ունեցածը սովորական գործելակերպ էր, այլ ոչ թե ինչ-որ բաստողման հետևանք։ Այսինքն Եվրոպական դատարանը ասում է պետք է վերեիր հիմնավորել, եթե հիմնավորեիր որ սովորական գործելակերպ, ապա կոնվենցիոն խախտում կարող է եւ չլիներ։ Այսինքն վստահ եմ որ չլինի, եթե այսինքն Եվրոպական դատարանն է ասում որ ես սա եմ կարևորել, դատարանը շատ լավ, այդ էր ըստեյության եւ սույն նիստի սկզբնամասում գործընկերս ասաց որ երբևիցե նման հարց չի բարձրացվել առաջի, իսկ միջև վերացումը նիստերի ընթացքում մենք բազմին նույնիսկ գրավոր ենք այդ հարցը բարձրացրել եւ ասել ենք որ պետք է այդ պրակտիկայի բացակայության հանգամանքը ըստեյության եւ հետեւաբար նաեւ կարգապահական կանոնավոր խախտման հիմքերի արկայությունը ապացուցելու պարտականությունը դնում ուրեմն լիազոր մարմնի վրա վերջիններս պետք է ապացուցեն ինչը որ չեն արել եւ մենք բազմիցս այդ հարցը կարեւորել ենք պահանջել ենք որպեսզի համապատասխան փաստեր ներկայացվեն եւ ինչը որ չի արվել այսինքն նախարարությունը ասել է մենք չենք կարեւորում ինչպես եւ այսօր ասվեց որ որևէ գործելակերպ դատական պրակտիկայի արկայություն մենք չենք կարևորում, նույնն էլ այն ժամանակ էին ասում, բայց արի ու տես, որ մարտիրականի Եվրոպական դատարանն է կարևորում։ Եվ նույնիսկ Վարչական դատական խորհուրդը իր որոշման մեջ ասես իրականում կա նման որոշումներ։ Եվ հետո կանդրադառնանք ով ինչը կարևորեց, հետո նաև մեր դատական ակտով էլ կֆիքսենք, թե նախկինում այդ դատական ակտով ինչա ֆիքսվել, մի բան դնում ենք մի կողմ։ Հաշվի առնելով հետևյալ հանգամանքը, որ դուք գտնում եք որ ձեզ անհրաժեշտ են փաստաթղթեր, հիմնավորումներն էլ նոր ներկայացրեցիք, լրություն դալիչ։ Հիմնավորումներն էլ նոր ներկայացրեցիք, թե ինչի համար է մասնավորապես ձեզ պետք որոշակի տվյալներ ձեռք բերել։ Ձեր կողմից ներկայացված միջնորդության վերնագրման փաստաթուղթը հետևյալ բովանդակություն ունի։ Տրամադրել դատական պրակտիկայի ամփոփման նյութերը եւ վճռաբեկ դատանի համապատասխան որոշումների օրինակները ձեզ հարմար եղանակով։ Իհարկե երկրորդ անգամ եմ կարդում, բայց քանի որ առարկայական քննարկում ենք այս հարցը, դրա համար անհրաժեշտ համարեցի նորից ընթերցել։ Հիմա ըստ ձեզ, այն ինչ որ դուք ուզում եք, կա այս գործում։ Այս գործը դուք ունեք, չէ՞։ Ունեք, չէ՞, պարոն Անտոնյան։ Չեն որոշում կայացնում ունեին։ Հա, հիմա էլ զրկված չեք, հիմա էլ կարող եք գաք մնացածն էլ ունենալ, խնդիր չի։ Պարոն Ամիրխանյան, հարցը հստակ է, այն ինչ որ այս որոշումից հետո միջև վերացնելուց հետո փաթեթով կա եւ որևէ խնդիր չկա ցանկացած պահի, իհարկե կոմունիկացիան ապահովելով, ցանկացած պահի իրավունք ունեք գաք ծանոթանալ, ստանալ, իհարկե դուք ամեն ինչի մասին եւ ծանոթվել եք եւ փորձել ենք ամենայն դեպս առավելագույնը ապահովել նաեւ այդ մասը։ Փորձել ենք նաեւ ապահովել այդ մասը։ Հիմա այս գործի նյութերում պետք է լինի, ճիշտ է։ Որովհետև սա միջև այս եղած իրադարձության մասին եք դուք խոսում։ Հիմա ձեզ կա այս գործի մեջ այդ ձեր ուզած փաստաթուղթը։ Չէ, դուք ունեք այս փաթեթը։ Չունենք մենք։ Ունեք։ Պարոն Անտոնյանը չունի այս փաթեթը, միջև որոշում կայացնելու ամբողջ գործի նյութերին ծանոթ չեք։ Միջև որոշում կայացնել, այո։ Միջև վերջի դատական նիստը, այո, բայց հետո Վարչական դատական խորհուրդը երբ որ ինչ-որ բան արձանագրում իր որոշման մեջ, որ ասում է ես գտել եմ, ուսումնասիրել եմ, գտել ենք որոշումներ։ Այդ դրա մասին ես չգիտեմ։ Ով է ուսումնասիրել։ Եթե ուսումնասիրություն չի իրականացվել, ապա խնդրում ենք որպես, այսինքն, լավ, մի կողմ դնենք Վարչական դատական խորհուրդը նախնի որոշման մեջ ինչ ասել։ Մենք խնդրում ենք Վարչական դատական խորհուրդը մեզ տրամադրի համապատասխան ուսումնասիրության արդյունքներ։ Շատ լավ։ Հիմա Վարչական դատական խորհուրդը ձեզ ասում է հետևյալը։ Դուք ցանկանում եք ունենալ 2006-2007 թվականների Ինչ եք ուզում ունենալ։
Այն ինչ որ բան կա։ Չկա այս միջնորդ։ Ժողովուրդ է ձեր միջնորդության մեջ, արգելի գործընկերներ։ Դրա համար չեմ ասում ուշադիր չեք, բայց հստակ արձանագրելով հերթով գալիս եմ։ Ձեր միջնորդության մեջ ասում եմ ցիտել եք այդ որոշման մեջ գրված ինչ-որ բաներ։ Բացում եք այդ որոշման մեջ գրված է 2006-7 թվականներ։ Հիմա ասում եմ ուզում եք 2006-7, ասում եք չէ։ Հետո պարզում եմ որ հիմա սկզբից ասեցիք չէ։ Հետո հիմա հստակ ձեր խնդրում եմ ձևակերպել։ Ձեզ անհրաժեշտ է 2006-2007 թվականների, երևի թե մինչև 07-04-2007 թվականը, էս էլա պետք է հաշվի առնել։ 2006-7 թվականների ինչ-որ պրակտիկայի կամ ամփոփանյութ կամ որոշակի փաստաթղթեր։ Հիմա հետևյալն ենք անում։ Դուք զրկված չեք ձեր դիմումը ներկայացնելու ուղիղ դեպարտամենտ, եթե գտնում եք ուղղակի այստեղ հատուկ հստակություն չի պարունակում։ Դուք հենց այսօր ժամանակ է ձեզ տրամադրվում խորհրդի կողմից, հենց այսօր դիմում ներկայացրեք դատական դեպարտամենտ, համապատասխան կոնկրետ առարկայական որ թվականների եւ ինչա ձեզ անհրաժեշտ։ Այդ փաստաթղթերը այն ինչ որ դուք կուզեք ամենայն դեպս, հա, ենթադրաբար փաստաթղթեր։ Փաստաթղթերը կուզեք չտրամադրվելու դեպքում բոլոր ընթացակարգերը կան, տրամադրվելու դեպքում էլ իր ընթացակարգ կա։ Հիմա մենք քննությունը այդ պատճառաբանությամբ նաև ձեզ խոստացել էինք մինչև 1:30 ու հենց այս պահին ուղիղ 1:30 նամանավանդ ձեր ընդմիջում ունենալու իրավունքն էլ չենք խախտի, ինչպես դուք մտահոգված եք, ձեզ հնարավորություն եւ մեր ձեզ այդ հնարավորությունները կտրվի, հիմա նիստը քննությունը մենք կհետաձգենք, հնարավորություն կտանք ձեզ ստանալու ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը, ապացույցները, անհնարինության դեպքում արդեն խորհուրդը իր մնացած գործառույթները կիրականացնի։ Լավ։ Շատ լավ։ Պարզապես մի հստակեցնող մի հարցադրում էլի։ Ճիշտ հասկացանք, որ գործում նման ուսումնասիրության այս բան չկա, որ մենք ծանոթանանք։ Ինչ որ պայմանավորվել ենք, դուք դատական դեպարտամենտին ձեր համապատասխան դիմում պահանջը հստակ փաստաթղթերի տեսակ կունենաք կամ տարեթվերով կներկայացնեք, կստանաք ձեր փաստաթղթերը, իսկ գործինութերին ծանոթանալու ձեր իրավունքը մշտապես դուք ունեք, որը հաստատապես կապահովի։ Այսպիսով հայտարարված պատճառաբանությամբ նաև հիշենք, որ այն փուլի վրա են կանգնել, երբ արդեն ձեր դիրքորոշում հայտնելու ժամանակն է եւ մինչ այդ հույս ունենանք նաեւ մեր նախարարության գործընկերները նույնպես կներկայացնեն իրենց դիրքորոշումը, դեպարտամենտից էլ կստանաք համապատասխան ձեզ համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ ամբողջական հնարավորություն կունենաք ձեր դիրքորոշումը ներկայացնել սույն թվականի հոկտեմբերի 23-ին ժամը 10:30 նշանակված դատական նիստում, այսինքն դատական հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 23-ին 10-րդ ամսի 23-ին ժամը 10:30 նույն վայրում։ Բոլորդ համարվում եք պատշաճ ծանուցված, հաջորդ դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին լրացուցիչ ծանուցումներ ձեզ չեն ուղարկվելու, համարվում եք պատշաճ ծանուցված։ Գրեցիք, նշեցիք ձեզ մոտ, դատական նիստը հայտարարում է փակված։